Ղարաբաղի հարցի լուծումը Ղարաբաղի հարցի չլուծումն է։ Սա է եղել նախորդ իշխանությունների ամբողջ բանաձևը ու հենց այդ գորդիան հանգույցը։ Մեր տարբերակները չեն եղել թե ում օգտին պետքա լուծվի խնդիրը, այլ եղել է տարբերակ լուծել կամ չլուծել խնդիրը։ Բայց ամենացավալին է նա, որ նրանք ովքեր թվում է թե մեր հետ են, իրենք էլ են մեր դեմ եղել։ Դրա նենգությունն է, որ հանդիսատեսին չեն ասել, որ սա թատրոն է։ Այո, պատկերավոր ասած պետքա որոշենք մենք որ ուղղությամբ ենք գնում էլի, ասենք մեր սահմանը հատում է պոտենցիալ փամփուշտը, թե բեռնատարը։ Գնացեք բայրակթարը տակ PR արեք, ինչ անշանակում PR-ի համար։ Մենք երբ որ չենք տեսել այդ ուրիշին, հնարավոր է եղել այդ ուրիշի մասին, ընդ որում ուրիշը միայն մարդ չի, ուրիշը նաև գաղափար է, ուրիշի երևույթ է, ուրիշը փորձառություն է, ուրիշը այդ մանգոյի համն է, որը որ դու լսել ես, բայց չես փորձել։ Ու երբ որ ես սկսեցի ճանաչել այդ ուրիշներին, գնալ ընդ որում մի ոչ միայն ադրբեջանցիներին կամ թուրքերին, այլև ընդհանրապես աշխարհը, որին մեր դաշնակիցներին, մեր փակության ու բացության մասին երբ որ ես գնացի ու հասկացա ճանաչեցի, հասկացա որ մի րոպե ստոպ։ Ոնց որ թե աշխարհում մենակ մենք չենք ու դա լավ նորություն է։ Բայց չես կարող մարդուն բացատրել, հասկացնել մի բան, ինչ չհասկանալու համար ինքը աշխատավարձ է ստանում։ Փաստորեն Ղարաբաղի առաջին պատերազմում տարած հաղթանակի ավարը Հայաստանն էր։ Ոնց է քո շահի հետ փոխանակում, ասենք սահմաններ չենք բացի, մինչև գերիներին չվերադարձնենք։ Ասենք, ոչ կբացենք, ոչ կվերադարձնենք։ Քոչարյանը իրանք վարել են մի օթանա, որում իրանք կատապուլտի, իրանք կատապուլտը եղել է, իրանք ունեցել են կատապուլտ։ Հայ խաղաղությունը հաստատված է։ Քարից հաց քամելու ժամանակը ավարտվում է եւ սկսվում է խաղաղությունից փող քամելու ժամանակը։ Բարեկամներ, մենք շարունակում ենք մեր քննարկումները 4-րդ հանրապետության շուրջ եւ այսօր ես կզրուցեմ 4-րդ հանրապետության մասին, քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար, քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ Հայկ Կոնջորյանի հետ։ Ողջույն Հայկ։ Բարև։ Ոնց ես։ Հրաշալի, դու ոնց ես։ Ես էլ եմ լավ։ Այսօր մենք խոսելու ենք 4-րդ հանրապետության տրամաբանությունից այն կոնտեքստում, որ մենք նշում ենք եւ բազմիցս ասել ենք, որ եթե 3-րդ հանրապետության տրամաբանությունը կոնֆլիկտի տրամաբանությունն է եւ քաղաքականությունները մշակվում են ըստ այդմ, ապա 4-րդ հանրապետության տրամաբանությունը լինելու է խաղաղության տրամաբանությունը եւ քաղաքականությունները եւ գործողությունները մշակվելու են ըստ այդմ։ Սկզբում կուզեի, որ մեծ շտրիխներով խոսենք, թե ինչ է նշանակում կոնֆլիկտի տրամաբանություն եւ ինչ է նշանակում խաղաղության տրամաբանություն, հետո արդեն դետալացված կոնկրետ դրվագներով կփորձենք անդրադառնալ։ Դե արդեն հասցրել ենք բազմաթիվ անգամներ խոսել ինչ է նշանակում կոնֆլիկտի տրամաբանություն, բայց վերհիշելը չէր խանգարի, որ ըստ էության Հայաստանի 3-րդ հանրապետությունը ինքը ձևավորվել է Ղարաբաղյան շարժման ու Ղարաբաղյան հակամարտության սպասարկման տրամաբանությամբ ու պետականության զարգացման նպատակներ իր արչև չի դրել, ինքը կոնկրետ ստեղծվել է շատ կոնկրետ էպիզոդիկ նպատակի համար, ընդ որում այդ նպատակը, որը որ ձևակերպվել է ոչ Հայաստանում, ձևակերպվել է Հայաստանից դուրս, ինքը եղել է այսպես գորդիան հանգույց, որ երբևէ հնարավոր չլինի բացել, անլուծելի խնդիր քեզ խնդիր են տալիս գլուխ կոտրուկ, որի ամբողջ նպատակն է, որ դու չկարողանաս են լուծել։ Ղարաբաղյան հարցի ամբողջ տրամաբանությունը դա է եղել, որ պիտի լինի մի հատ կոնֆլիկտ, որը որ երբևէ պետքա չլուծվի եւ այդ կոնֆլիկտի չլուծումը կայսերական մի հատ ինչ որ հարցի լուծումն էր, որը արդեն այլ կենտրոնի շահերի սպասարկման համար էր ստեղծված եւ մենք բոլորս ապրել ենք այդ իրականության մեջ դրա համար ստեղծվել են գաղափարներ, գաղափարախոսություններ, սիմվոլներ, ատրիբուտներ, այդ, չգիտեմ, քարտեզներ, եղանակի տեսություն, մենք բոլորս դրա մեջ ապրել ենք, դաստիարակվել ենք, ապրել ենք այդ համակարգի մեջ ու շատ ժամանակ մենք չենք կարողացել մի հատ դուրս գալ այդ բանից, տուփի մեջից դուրս գալ, որ դրան նայենք կողքից եւ կարողանանք վերացարկվելով դատողություններ անել, որովհետեւ ոնց է, չէ, մարդը մտածում է, ընդհանրապես մտածելու ունակ մարդ է, բայց մարդու տարբերությունը, մարդու յուրահատկությունը նաեւ դրանում է, որ մարդը ինքը կարողանում է մտածել իր մտածածի մասին, չէ, ասենք ինչ որ բան ես մտածում եւ կամ անում,
Հետո մեկ էլ ինչ որ բա հետո ասում ես լավ, բայց ես ինչ արեցի ես, չէ՞, ես ինչ հիմար բան արեցի կամ ես ինչ լավ բան արեցի, այսինքն դու ոչ միայն մտածում։ Եթե քո փոխարեն արդեն չեն մտածում, դու չես վերարտադրում, պետք է որ ունակ լինես արդեն քո արածները եւ մտածածները վերամտածելու։ Այո, այդ վերամտածելու կարողությունը ես կարծում եմ մենա ինչը որ Homo sapiens-ին դարձել է Homo sapiens, այսինքն այն պրիմիտիվ մտքեր ունեցող, ասենք նախամարդուց մենք վերածվել ենք մի ասենք Homo sapiens-ի, որը այսօր կարողանում է, ասենք, իր առջև նպատակադրում նվաճելու տիեզերքը։ Ընդ որում մեր հանրության մեջ մի շատ վատ բան կա, փոփոխությունը համարվում է պախարակելի։ Իսկ փոփոխությունը ինքը վերամտածելու մասին է։ Երբ որ դու ցանկացած պահի կարող ես մարտահրավեր նետել քո նախորդ մտքին եւ կարող ես ինքդ այսպես հաղթահարել ինքդ քեզ, ինքդ քո նախքին կարգավիճակը, նախքին տեսակը, որտեղ ի վերջո մարդը ծառ չի, էլի, որ ծնվի, ապրի եւ մեռնի նույն տեղում կանգնած, առանց փոփոխության, մարդը դառնում վերամտածելով, փոփոխվելով, վերացարկվելով, ինքը իրեն հակադրվելով եւ մարդու իմ կարծիքով ու նաեւ հասարակությունների յուրահատկությունը դրա մեջ է, այն հասարակությունները, որոնք որ կարողացել են անընդհատ իրենց մարտահրավեր նետել, հերքել հին ճշմարտությունները, բացահայտել նորերը, ի վերջո այդ հասարակությունները նվաճել են աշխարհը։ Այն հասարակությունները, որոնք որ ապրել են միշտ նույն ճշմարտությամբ, ի սկզբանե հաստատված եւ կայուն, ի վերջո այդ հասարակությունները իրենք հայտնվել են պատմության մայթեզրին ու մենք այդպեսի մեզ պարտադրում են, որ մենք լինենք այդպեսին, չէ՞, մեզ անընդհատ ասում են, որ դուք պետք է ապրեք անցյալով, անփոփոխ ու այստեղ իմ համար շատ հետ նայելով ոչ թե առաջ նայելով։ Այո, հետ նայելով ու եւ ուսանող ժամանակ ես հիշում եմ կարծեմ Սանտայանայի մոտ եմ այդ միտքը հանդիպել, որ ասում էր պետք չէ անընդհատ ապրել մեռածների կյանքը։ Մեռածները իրենց կյանքը արդեն ապրել են, մենք էլ մերը պետք է ապրենք, դասի այդ փոփոխությունների մասին որ մի բան որ խոսում էր, մի բան հիշեցի, դրան պատմեմ այդ բանը եւ հետո անդրադառնամ ավելի դետալային այս հարցերին, ուրեմն ես որ թանգարանում եի աշխատում, ես երբեք առաջին անգամ թանգարանի մասին սկսել եմ մտածել լրջորեն թե ինչա թանգարանը, այն ժամանակ երբ որ թանգարանում եմ աշխատել, որտեղ այ որպես այցելու ես դա չեմ զգում ու ոնց որ անընդհատ անդադար աշխատում ես իրերի հետ, որոնք կենցաղային իրեր են, բայց երբեք կենցաղային ֆունկցիա չեն կատարում, հա, օրինակ չգիտեմ, մի հատ բան կա, Չարենցի թանգարանում առաջի արկում որ գնաս կտեսնես դուռ կա, իր հիվանդասենյակի դուռն է, որը հենած է պատին։ Այսինքն դուռը ինչի համար է, որ բացես պատի միջով անցնես, չէ՞, բայց ինքը հենած է պատին եւ ընդհանրապես դրան ֆունկցիա չունի։ Հետո ինչ որ շախմատա դրած իր սենյակում, որով երբեք ոչ ոք չի խաղում, դաշնամուրա ցուցադրած իր դաշնամուրը, որը երբեք չեն նվագում, թեյի բաժակները, այսինքն այդ անփոփոխ լինելու առաջարկը դե թանգարան ինքը մեռած իրերի թանգարան է, ինքը բանա հավաքատեղի է, որտեղ միայն պատմություններ կան այդ իրերի մասին եւ այլևս ոնց որ կենթանի կյանք ապրելու հնարավորություն չկա ու այդ առաջարկը որ մենք եկեք ոչ մի բան չանենք, որ ոչ մի բան չլինի, ոնց որ քեզ թանգարանացնի այդ բանի Արեգնազանի մեջ արձանների քաղաք կա, չէ՞ որ պահի տակ քարացել է քաղաքը ու բոլորը նույն պահի մեջ են մնացել։ Այդպես պատկերացրեցի այդ պատմությունը, որ պատմում էիր։ Վերադառնանք հակամարտության տրամաբանությանը եւ միջազգային հարաբերություններին, ոնց որ թե դրա հետ կապված ինչ-որ բան սկզբում ասացիր նշում արեցի, ուզում եմ դրա մասին խոսենք, դու ինչ-որ միջազգային պատվիրակություններ եղել ես, գնացել ես երբ ինչ-որ բաների, ես օրինակ ավելի քիչ փորձառություն ունեմ, ինչ-որ խորհրդարանականների հետ, այլ երկրների եւ ադրբեջանցիների հետ բանավիճել եք իրար հետ, չգիտեմ, բանաձևեր եք քվեարկել, չեք քվեարկել, որ ասում ես, որ բանի կոնֆլիկտի փոքրիկ էպիզոդիկ նպատակի շուրջ է ստեղծվել այս մեր բանը երրորդ հանրապետությունը այդ հարաբերությունները որ ուրիշների հետ են կառուցել նույնպես պայմանավորված են եղել այս երկու այսինքն Ադրբեջանի հետ հարաբերություններով ճիշտ եմ չէ մեկնաբանում են ինչ տեղի ա ունեցել այսինքն չգիտեմ Ռուսաստանի հետ Չինաստանի հետ Ճապոնիայի հետ Ամերիկայի հետ Եվրոպայի հետ հարաբերությունները կառուցված են եղել այս
այս մյուս հարաբերությունների վրա, ոչ թե երկկողմ են եղել։ Որովհետև ըստ համաձայն եմ, որովհետև ելակետը դա է եղել եւ դու չես կարող անել մի բան, ինչը որ քո ելակետային նպատակին հակասում է։ Ու դրա համար մենք այդ իմաստով չենք վարել ազատ արտաքին քաղաքականություն, մենք վարել ենք արտաքին քաղաքականություն, որը պետքա սպասարկի այդ նպատակին, եւ այդ նպատակն էլ չի ձևակերպվել մեր երկրի ներսում։ Եվ մեր պաշտոնյան, որովհետեւ երբ որ նպատակը ձևակերպված է քո երկրի ներսում, ինքը պիտի սպասարկի քո ժողովրդին, որի կողմից դու ընտրված ես, որին դու ծառայում ես, որը քեզ վճարում է։ Երբ որ նպատակը չի ձևակերպվել քո երկրի ներսում, այդ նշանակում է դու ում ես ծառայում, որ նպատակին ես ծառայում, որ ընտրողին ես ծառայում։ Սա շատ ֆունդամենտալ հարց է, այսինքն սահմանադիր է ժողովուրդը, ինքը պիտի այդ ձևակերպված նպատակի գլխավոր շահառուն լինի։ Ու սա հիմնական այսօրվա նաև մեր եւ ընդդիմության հիմնական բանավեճերի անկյունակարերից մեկն է, որովհետեւ մենք ասում ենք, որ խաղաղության շահառուն ժողովուրդն է։ Եվ մենք ժողովրդի հետ խոսում ենք այն գաղափարի մասին, ինչի շահառուն որ ինքն է, այսինքն այդ ապրանքը վերջնարդյունքում գնալու է եւ հասնի ժողովրդին։ Բայց խաղաղության շահառուն այն ընդդիմությունը չի կամ նախկին իշխանության ներկայացուցիչները չեն, ովքեր մշտապես եղել են պատերազմի եւ կոնֆլիկտի շահառուն, ընդ որում այդ կոնֆլիկտը ինքը շատ կոնկրետ նաեւ որոշակի մերկանտիլ արդյունքներ է գեներացնել շատ կոնկրետ փոքր խմբի համար եւ բնականաբար այդ խումբը ինքը չի ուզում կոնֆլիկտը կարողացրել է մոնետիզացնել հիմա ինքը խաղաղությունը մտածում է մեղադրում են խաղաղությունը մոնետիզացնելու մեջ դա շատ լավ բան է մենք խաղաղությունը ուզում ենք մոնետիզացնենք բառացի մեղադրանքային դեմություն մենք ուզում ենք որ խաղաղությունը ողջ մեր ամբողջ ժողովրդով մեր պետությամբ խաղաղությունը մոնետիզացնենք մենք ուզում ենք խաղաղությունից փող կամենք, հա, ասենց քարից հաց կամելու ժամանակը ավարտվում է եւ սկսվում է խաղաղությունից փող կամելու ժամանակը, որովհետեւ բոլոր այն ժողովուրդ մեր համար բանա չէ, բոլորի համար միշտ լավագույն օրինակը եվրոպական միությունն է, խաղաղության, բարեկեցության եւ ընդհանրապես մարդկությունը իր մինչեւ այս պահը բարեկեցության պիկին հասել է եվրոպական բանով մայրցամաքում եւ ըստ էության այդ խաղաղությունը, այդ բարեկեցությունը հաստատվել է խաղաղությունից, խաղաղության բիզնեսի, առևտրի, ուրեմն մերձեցման արդյունքում, որովհետև երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Եվրոպայում հասկացան, որ հերիք է իրար կոտորեն։ Տնտեսական շահը ավելի ձեռնտու կարա լինի։ Սկսենք իրար հետ առևտուր անել։ Խաղաղությունը ավելի ձեռնտու կարա լինի, քան պատերազմը։ Այո, բոլորի համար, որովհետև միշտ պատերազմը փոքր խմբերի։ Այո, որովհետև պատերազմից միշտ շահում են փոքր խմբեր եւ ընդորում շատ են շահում ահռելի ֆինանսական, նյութական եկամուտներ ու շահեր ունենում, բայց խաղաղությունը այսպես հորիզոնական մակարդակում բոլորին հնարավորություն է տալիս փող աշխատել խաղաղությունից։ Հիմա մեր նպատակը եւս դա է, փող աշխատել խաղաղությունից, մեր ժողովուրդը կարողանա բան անել, կապիտալիզացնել եւ մոնետիզացնել խաղաղությունը։ Այս տրամաբանությունը մենք այս տրամաբանության մեջ չենք աշխատել։ Դրա համար էլ երբ որ նաեւ վարչապետն ասում է, որ մենք դեռ մեզ անծանոթ է խորհրդա խաղաղությունը, շատ ճիշտ է ասում, մենք չգիտենք ոնց պետքա դրա հետ վարվենք, բայց ես կարծում եմ, որովհետեւ մենք խաղաղությանը միշտ ուրիշի փորձով ենք ծանոթացել։ Գնացել ենք, ասենք, կամ չեն գնացել բան խաղաղ երկրներ, խաղաղ եւ բարեկեցիկ երկրներ եւ ասել ենք այսքան հեշտ են հասել։ Հա, ոնց որ ասենք ինչ որ մեկը, ասենք մանգո ուտի եւ ինչ որ մեկը պատմի ինչ որ մեկին, որ ինքը մանգո է կերել եւ դա շատ համով է։ Այսինքն մի բան է, երբ որ դու քո փորձով մանգո ես ուտում եւ հավանում ես։ Աճացնում ես եւ ուտում ես։ Մեկ ուրիշ բան է, երբ որ դու ասում ես ես գիտեմ մեկին, ով ասում են մանգոն շատ համով է, հա։ Հիմա մենք ոնց որ ստացվել է, որ մենք խաղաղության մասին իմացել ենք ուրիշներից կամ ուրիշների փորձառությամբ կամ ուրիշի երկրում ենք իմացել, բայց այդ խաղաղությունը մենք եղել ենք այդ խաղաղության սպառողը, ասենք գնացել ենք, ճամփորդել ենք, ինչ որ միտեղ վայելել ենք, բայց դա մերը չի, մենք չենք դա ստեղծել մեր սեփական երկրում։ Հիմա եկել է ժամանակը, որ մենք մեր երկրում այդ խաղաղությունը ստեղծենք, մշակենք եւ վայելենք դրա պտուղները, որը հեշտ գործ չի։ Հա, խոսեցիր բարձունակացնելու մասին, աշխարհ բարձունակացնելու մասին, այդպես կոնֆլիկտը իրականում անում է դա։ Այսինքն բազմաշերտությունը դնում է մի կողմ ու ադրբեջանցի քվատն են, հայերը լավն են, մենք արդար ենք, իրանք անարդար են, չարուբարի, հա, բանի հեքիաթային էս պերսոնաժների, ով իրանց աջակցում է ինքը չար ուժերն են, ով մեծ աջակցում բարի ուժերն են։
եւ աշխարհը տենց բան է, շատ բարձունակ է էլի դառնում, որովհետեւ բնականաբար բոլոր երկրներում եւ բոլոր պետություններում, սկսած մեծանից վերջացրած մեծ աջակցող բազմաթիվ երկրներից կան լիքը տարբեր շերտեր մարդկանց եւ քաղաքական մտքերի էլի, որ գնաս սկսես փորփրել, կարող է բարձրացնել որ հայամետ ադրբեջանցու հանդիպես, օրինակ։ Ու ես ուզում եմ նաև էլի վերադառնամ այդ բաներին, մեր աշխարհը հասկանալու ձևերին, քո փորձառությունից էլի խոսենք կամ եթե ունես այդ ինչ-որ հիշողության մեջ դրվագներ, ասենք օրինակ, չգիտեմ, ինչ-որ բանաձև է, որը Ադրբեջանն է առաջարկել։ Պետք է կարդալ հասկանալ այնտեղ հետաքրքիր եւ օգտակար բաներ կան, թե չէ։ Նկատի ունեմ կոնֆլիկտի տրամաբանության մեջ, դա պետք է միշտ դեմ քվեարկել։ Տենց ոնց է կառուցվում էլի այդ հարաբերության ձևը կամ եթե չգիտեմ ով որ կողմ քվեարկեց պետություններից մենք իրանց հետ էլ բան ենք անում էլ չենք խոսում նեղանում ենք սենց է կառուցվել մեր հարաբերությունները սենց է կառուցվել ժամանակին որովհետև իսկապես դա շատ պարզունակ տրամաբանություն է եղել եթե դու մեր հետ չես մեր դեմ ես տրամաբանության մեջ ու ստացվել է որ մեծ մասը համարյա մեր դեմ է բայց ամենացավալին է նա որ նրանք ովքեր թվում է թե մեր հետ են իրենք էլ են մեր դեմ եւ ես դա հասկացել եմ երբ որ ես 2019 թվականին ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում մեր պատվիրակության ղեկավարն էի եւ մենք ունեինք մի բանաձև կար, որը այդ ժամանակ շատ էինք պայքարում, որ այդ բանաձևում տեղ չգտնեին ադրբեջանական առաջարկները։ Եվ դա պետքա քվեարկել։ Իսկ առաջարկները կարդացել ենք, թե ուղղակի չէինք ուզում։ Բնականաբար մենք կարդացել ենք։ զգացողությունն է, որ մենք by default դեմ ենք, էլի, որտեղ բնականաբար կարդացել էինք եւ մեր նպատակը այն ժամանակվա մեր տրամաբանությամբ, հա, այն էր, որ մենք պետքա թույլ չտանք դա։ Ու մենք պիտի գնայինք, խոսեինք, փորձեինք ձեռք բերել կողմ ավելի շատ կողմ դաշնակիցների, որոնք որ կգան մեզ կօգնեն այդ քվեարկության ժամանակ։ Եվ պարզվեց, երբ որ ես գնացի, սկսեցի բանակցել մեր հիմնական գործընկերների հետ, որոնց հետ գտնվում ենք նույն անվտանգային եւ տնտեսական միության մեջ, իրենք էլ իրենց հարցերն ունեին եւ իրենք ասում էին քվեարկեք մեզ։ Եվ ես շատ պարզ բան ասացի, ասի մենք ձեզ կքվեարկենք պայմանով, որ դուք էլ մեզ քվեարկեք։ Եվ իրենք ասցին, հիմա չեմ հիշում, հա, ասենք պայմանական իրենց պատվիրակությունն ավելի մեծ էր։ Իսկ մեր քվեարկողների թիվը 3 էր ընդհանրապես։ Իրենց պետք էր մեր 3 ձայնը։ Ասցի շատ լավ, ես մեր 3 ձայնը կտամ, բայց դուք էլ պետքա տաք ձեր պայմանականորեն ասենք 8 ձայնը։ Եվ իրենք ասին չէ, մենք կմտածենք մեր 3 ձայն տամ, ասի չէ, չի լինի։ Ես կտանք 3-ը ադրբեջանցիների պատվիրակությունները։ Ասի չի լինի, որովհետև մենք մեր 3 ունեցած 3-ից 3-ն ենք ձեզ տալիս, դուք ձեր ունեցած 8-ից 3-ը չեք կարող մեզ տակ, 100%-ի դիմաց։ Եվ ես հասկացա այդ ժամանակ, որ այդ խոսակցությունը այդ դիմացի կողմի համար շատ տարօրինակ էր մեղմ ասած։ Ոնց, այսինքն դուք համարձակվում եք պայմաններ թելադրել, այսինքն դուք իր ռեսուրսը շատ է, ինքը այդ ռեսուրսը կարողանում է համ մասնորեն համ քեզ տա, համ մյուսին տա, այսինքն 3 տա, երկուսը էլ կմնա։ Իրենք, այսինքն իրենց քո ռեսուրսը քիչ է, բայց ես մի բան եմ, այդ տիպիկ օրինակը ընդհանրապես հարաբերությունների, հա։ Այո, ինքը ուզում է որ դու քո ունեցած 100%-ից 100%-ը իրան տաս, բայց ինքը չի ուզում իր ունեցած 100%-ից 100%-ը քեզ տա, եւ ես ասացի չէ, չի լինի տենց։ Եթե դուք ուզում եք որ մենք պատրաստ ենք քվեարկելու, բայց մենք էլ ունենք խնդիր։ Դուք էլ պետք է ձեր 100%-ով ասին չի լինի եւ բայց որն էր խնդիրը, որ ես հասկացա, որ իրենք շատ էին զարմացել այդ հանդգնությունից, որ մենք հայկական պատվիրակության երիտասարդ ներկայացուցիչներս համարձակվել ենք հետապնդելու մեր շահը։ Այսինքն իրենք ասում են մի րոպե դուք, այսինքն դուք ձեր շահն եք հետապնդում ոչ թե մեր։ Ու ես այդտեղ հասկացա, որ մենք մի հատ ուրիշ կինոյի մեջ ենք ու չհասկացա այն խորությամբ ինչ որ հիմա եմ հասկանում, որովհետև էլի եմ ասում ժամանակ էր պետք, որ մենք այդ փորձառությունը ապրենք, որովհետև կամ բաներ, որ պիտի հասկանաս փորձառությամբ։ Որովհետև բան կա, չէ, անգլերեն տենց հասկացություն կա learning by doing։ Բաներ կան, որ սովորում ես միայն անելով։ Գրքերից կարդում ես, օքեյ, տեսական գիտելիք ես ստանում, բայց կան բաներ, որ միայն իմանում ես
անելով։ Եվ որ դու դրա մեջով անցնում ես, հասկանում ես թե ինչ է նշանակում, որ մենք չենք ունեցել մեր արտաքին քաղաքականությունը, որ մեզ ասել են դու կգաս մեր համար կքվեարկես, ասել են բա դու, ասել են դե մենք կմտածենք։ Դրա համար եմ ասում, երբ որ պարզվում է, որ այդ սև ու սպիտակը քո ասած էլի, կողմ կամ դեմ, պարզվում է, որ ահա բոլորը մեր դեմ են, բայց նրանք ովքեր մեր կողմ են, իրանք էլ մեր կողմ չեն։ Ու սա է ամենամեծ բանը եղել, պատրանքը եղել, որ մեզ թվացել է, թե նրանք ովքեր մեր կողմից են, իրականում մեր կողմից են, բայց մեր կողմից չեն եղել։ Հիմա մենք արդեն սկսել ենք աշխարհի հետ ուրիշ ձև խոսալ եւ աշխարհն էլ սկսել է մեզ ուրիշ ձև վերաբերվել։ Այն ժամանակ, երբ որ աշխարհի որևէ ուժային կենտրոնից, որևէ երկրից Հայաստանի հետ կապված բան է պետք եղել, իրանք ուրիշ մայրաքաղաք են զանգել, վստահաբար։ Հիմնականում կարևոր հարցերում։ Հիմա իրանք զանգում են Երևան, եւ դա ես կարծում եմ, որ շատ մեծ ձեռքբերում է։ Հայկ դու քանի տարեկան ես։ 38։ 38, այսինքն քո գիտակցական կյանքը, դպրոցական, ուսանողական, այդ կոնֆլիկտի տրամաբանությամբ աշխարհում ես ապրել, որում մասնագիտությամբ պատմաբան, այսինքն այդ հնարավորինս մոտիկ թեմային էլի։ Ուզում եմ մի քիչ, եթե հնարավոր է, քո փորձառությունը պատմես, թե ոնց ես դու այդ որ ասում ես, թե մենք մեծացել ենք այդ կոնֆլիկտի տրամաբանությամբ, ոնց քարտեզներով եւ այլն։ Ոնց ես դու այդ տրամաբանության մեջ մտել, որտեվ մեզ սովորեցնում են, հա, մենք որ ծնվում ենք, մենք ոչ կոնֆլիկտային ենք, ոչ հակառակը։ Ու ոնց է քեզ հաջողվել դուրս գալ ու հասնել ստեղ, որովհետեւ լիք մարդիկ այդ նույն փորձառությամբ ոչ թե բանեն խելագար են եւ չեն ուզում խաղաղություն կամ չեն ուզում հանգրվանել, հա, տեղալ ուղղակի չեն կարողանում իրանց այդ տրամաբանությունից դուրս գալ, ու ինձ թվում է քո փորձառությունը օգտակար կլինի, մանավանդ առիթից օգտվելով նաեւ հիշեն, որ դու բանի 2020 թվականի նոյեմբերին շատ ծանր վիճակում էի։ Ես չգիտեմ դու հիշում ես, չես հիշում, բայց իմ մոտ շատ ուժեղ տպավորվել է, որ դու ասում ես, որ ոնց որ հաշ չես այս աշխարհի հետ, այս իրավիճակի հետ, ու երբ նաև քո այդ փորձառությունը, քո գիտելիքը, քո ստացած աշխարհի մասին ինֆորմացիան քեզ այդքան բաներ արել էլի, այդքան ծանր վիճակի մեջ էր գցել, ու ես կուզեմ ոնց որ նաև մյուսների հետ կիսվես այդ ճանապարհով, որտեվ կարող օգտակար լինի մարդկանց համար։ Ճիշտ ես, որովհետև մենք, այսինքն դպրոցից դրա մեջ ենք ապրում ու դու այդ պահը չես հասկանում, թե ոնց է այդ միտքը քո մոտ արդեն քարացել։ Երբ որ փոքր երեխա ես, դու սպունգի նման վերցնում ես ամեն ինչը, չէ՞, ցանկացած ինֆորմացիա դու վերցնում ես, որովհետև երեխան սովորում է ընդօրինակելով հիմնականում, հա, տեսնում է մեծերն ինչ են անում, ինքը մտածում է, որ դա լավ բան է, ինքն էլ է սկսում դա անել։ Ու երբ որ այդ մեծերը բոլոր տեղերում բոլոր մեծերը նույն բանն են անում, դա ասենք ընտանիքում բոլորը նույն ձև են մտածում, ասենք կոնֆլիկտի մասին, դպրոցում նույն ձև են մտածում, ավակ ընկերները նույն ձև են մտածում, հետո գալիս ես համասանում նույն ձև են, դասախոսները նույն ձև են մտածում, քաղաքական գործիչները նույն ձև են մտածում, եղանակի տեսությունը նույն ձև է ցույց տալիս աշխարհը, բան դու մտածում ես, որ սա է ճիշտը։ Դու օրինակ երբ ես իմացել, որ Ղարաբաղը Հայաստանի մարզ չի։ Չէ, ես դա բնականաբար շատ շուտ եմ իմացել։ Օրինակ ես դպրոցական տարիքում չէի հասկանում բանի Ղարաբաղի ու ասենք Ստեփանակերտի ու Վանաձորի միջև տարբերությունը շատ ուսանող տարիքում եմ կարելի ասել, կամ ավակ դպրոցում եմ իմացել։ Ավակ դպրոցի ավակ դասարանը բանա, ոնց որ Վանաձորցի ծանոթներ ունեին, ընտանիքի բարեկամներ եւ բան, Ստեփանակերտի ու ես չգիտեի ոնց որ դրանք տարբեր իրավիճակներում գտնվող մարդիկ են։ Ավելին ասեմ, պատկերացրու 3 հատ տարբեր կարգավիճակ կա, չէ՞։ Գյումրին մի բան է, Ստեփանակերտում մի բան է, ու Աղդամը մեկ այլ բան է։ Ես այդ 3-ի տարբերությունը մինչև սեփական աչքով չեմ տեսել Աղդամը, չեմ հասկացել ինչ որն է այդ 3 բաների տարբերությունը։ Եվ ես կարծում եմ, որ դա շատ բնական է եղել այն աշխարհում, այն մեր մտածողության մեջ, որ մանավանդ երեխաները դա չեն հասկացել, որովհետև ամեն ինչ արված էր այնպես, որ այդ սահմանները տարալուծվեն, այսինքն մարդիկ չհասկանան, որովհետև fake իրականության մեջ էինք մենք ապրում, էլի դրա մասին շատ ենք խոսացել քաղաքական ամբիոններից, որ մեր հանրությանը հրամցրել են մի բան, բայց իրական աշխարհը ուրիշ է եղել ու դա շատ անարդար բան է եղել մեր ժողովրդի նկատմամբ, այն ինչ որ արվել է, էլի։ Ու բնականաբար ես ինքս էլ եղել եմ այդ աշխարհի մի մասը, բայց ինչն է ինձ օգնել, որ ես դրանից
դուրս կամ հասկանամ դա, ինձ օգնել է ուրիշների հետ շփումը, ուրիշներին ճանաչելը։ Դեռ հին այն ժամանակներից, եթե չեմ սխալվում, Պլատոնի մոտ էս բան կա, որ ինքը երբ որ խոսում է ինքնության մասին, ինքը ասում է, որ menքը կանք մենք եւ կանք նրանք, հա, շատ բան, այդ ուրիշները։ Ինքը ասում է, որ այդ menքը ավելի միշտ հարստանում է շնորհիվ ուրիշների։ Դու քեզ ավելի լավ ճանաչում ես ուրիշի հետ։ Ուրիշի միջոցով ես։ Ուրիշ չլինի, դու երբեք չես իմանա ինչա menքը։ Ահա։ Հիմա մենք երկար ժամանակ մենակ menքն ենք ունեցել։ Այդ ուրիշը չի եղել։ Ուրիշը միշտ եղել է սարի հետևում, մի բան, որի մասին, ասենք, մի բան, որի մասին լսել ես, բայց չես տեսել, ասենք ձմեռ պապիկիդ պես էլի, ասենք ոչ մեկ չի տեսել, բայց բոլորը լսել են, եւ բոլորը ճանաչում են ինչ որ մեկին, որը իր հերթին ճանաչում է ինչ որ մեկի պապուն, որը ժամանակին, չգիտեմ, տեսել է։ Եվ մենք երբ որ չենք տեսել այդ ուրիշին, հնարավոր է եղել այդ ուրիշի մասին, ընդ որում ուրիշը միայն մարդ չի, ուրիշը նաեւ գաղափար է, ուրիշի երևույթ է, ուրիշը փորձառություն է, ուրիշը այդ մանգոյի համն է, որը որ դու լսել ես, բայց չես փորձել։ Ու երբ որ ես սկսեցի ճանաչել այդ ուրիշներին, գնալ ընդ որում մի ոչ միայն ադրբեջանցիներին կամ թուրքերին, այլև ընդհանրապես աշխարհը, որին մեր դաշնակիցներին, մեր փակության ու բացության մասին երբ որ ես գնացի ու հասկացա ճանաչեցի, հասկացա որ մի րոպե ստոպ։ Ոնց որ թե աշխարհում մենակ մենք չենք ու դա լավ նորություն է, ու ոնց որ թե բոլորը չի որ մեր պես են մտածում։ Ու ինձ դա շատ է օգնել ու հիմա համար ասում եմ առաջին սենց փոքր միկրոշոկերը եղել են հենց 2019 թվականին դա հեղափոխության մեղր ամիսի շրջանն էր երբ որ ամեն ինչ լավ էր եւ այդ ժամանակ մենք հին մտածողության մեջ էինք բայց ես հասկացա որ աշխարհը ուրիշ ձև է մտածում եւ դա իմ համար ազդակ էր Ընդ որում նաև հենց այնտեղ նաև մենք հանդիպում էինք ադրբեջանցիների հետ, ադրբեջանական պատվիրակությունների հետ եւ իրանց հետ էլ երբ որ շփվում ես, որովհետեւ շփումներ կային, հնարավոր չի շփումներ չլինեն, թեկուզ եւ ինչ որ էպիզոդիկ։ Դու հասկանում ես, որ իրականում պետքա գնալ եւ առերեսվել տհաճ թեմաների։ Հնարավոր չի, որովհետև գիտեք, միշտ երեխաներն են ուզում միայն հաճելի թեմաներ։ Գնացները հաճելի են։ Հա, որովհետև մարդը, երբ որ մարդու ինձ թվում է մարդու եւ հասարակության քաղաքական հասունության մակարդակը չափվում է նաեւ նրանով, թե դու որքանով ես պատրաստ քննարկելու բարդ թեմաներ։ Առանց աթոռով մեկը մյուսի գլուխը ջարդելու։ Ասենք նստել եւ քննարկել ծանր թեմաներ, որովհետև ի վերջո քաղաքականությունը ծանր թեմաների մասին է։ Արտաքին քաղաքականությունը, պատերազմը եւ խաղաղությունը դրանք ծանր թեմաներ են, բայց պրիմիտիվ թեմաները ծանր չեն։ Չարը եւ բարին, որովհետեւ բոլոր ճշմարտությունները պատրաստի են արդեն, այսինքն սահմանված են եւ դրանից դուրս, եթե դու ուզում ես դրանից դուրս մտածես, կարող է ուղիղ ցավը։ Իսկ դա լավ չէ։ Մտածելը իրական բարդ գործընթաց է, շատ բարդ եւ ծանր գործընթաց է ու տհաճ է։ Եթե ինքնուրույն ես մտածում ոչ թե արդեն պատրաստի կաղապարներով, որտեվ կան չէ պատրաստի բան գրքերում գրած բաներ, որ դու ուղղակի գալիս բան ես անվերարտադրում ես, քեզ թվում է թե դու մտածեցիր, բայց քո փոխարեն արդեն մտածել են, բաղուցի վեր մտածել են։ Մտածելը աշխատանք է, էներգիա տամ հոգնում ես բանես ամ, էլի, այտենց հեշտ չի, ինչքան ձևացնում են մարդիկ ովքեր ուչների մտածածները վերարտադրում են։ Եվ ես ես վերջերս հատկապես այդ մտքի վրա այտենց մի քիչ շատ եմ բան արել, կենտրոնացել, որ կան գաղափարներ, կան եզրույթներ, որոնք իրենք, երբ որ դու ասում ես, դրանք լավն են, պոզիտիվ են, օրինակ խաղաղությունը։ Լավ բառ է։ Կամ ասենք բանը ուժը։ Երբ որ ասում ես, այս մարդը ուժեղ մարդ է, դա լավ բան է, նեգատիվ չի, որպես ուժեղ մարդ։ Չէ, բայց օրինակ ուժեղ դառնալը բարդ բան է, տհաճ բան է։ Ուժը լավ բան է, ինքը լավ բառ է, բայց ուժեղ դառնալը այդքան էլ հաճելի չի։ Այսինքն հիմնականում հաճելի բաներին հասնելը լիքը տհաճություններ է։ Բարդություն, դժվարություններ։ Այսինքն երբ որ ասում ես հարուստ, բոլորը ասում են հարուստը լավ բան է հարուստ լինել, բայց հարուստ դառնալը շատ դժվար բան է։ Ինքը այսինքն ինքը նշանակում է որ կարող է պարզվի որ լիքը տառապես։ Նույնն է խաղաղությունը։ Խաղաղությունը լավ բան է, բայց այդ խաղաղության ճանապարհը դժվար է դրան հասնել։ Ու սա եմ ես ասում, որ ընդդիմությունը ստեղ փորձում է մեզ բան անել, ծուղակի մեջ գցել։ Ինձ թվում է իրանք էլ չեն հասկանում շատ ժամանակ, որտեղ իրանք էլ են այդ բանի մեջ ապրում։ Իրանք ասում են, էսա ձեր խաղաղությունը։ Ասենք, էսա ձեր խաղաղությունը, որ պետքա ադրբեջանցիների հետ նստեք խոսակ, էս ինչ
ասենք, հա, խաղաղությունը նաև է դա, որ պետք է նստես եւ ադրբեջանցիների հետ օրինակ խոսաս։ Որ ադրբեջանցին քեզ ինչ որ բան ասի, դու իրեն չպատասխանես, դա խաղաղություն է։ Նկատի ունեմ, որ ուզում են մեր եւ մեր ժողովրդին ասեն, որ խաղաղությունը, Ժորժան, տեսեք, այդ խաղաղությունը հաճելի բառ է, բայց սրանք ձեզ տհաճ փորձառությունների մեջով են տանում։ Դրա համար դա խաղաղություն չի, այնինչ ճիշտ հակառակը։ Խաղաղության հասնելու ճանապարհը ենթադրում է բազմաթիվ նաև տհաճությունների ջանք, երբեմն տառապանք այն իմաստով, որ դու պետքա հաղթահարես քո ներսի բարդությունները, ստերեոտիպերը, եւ ես կարծում եմ, որ սա եւս կարևոր թեմա է, որ մենք մեր ժողովրդի հետ մեր որպես հասարակություն պետքա հասկանանք։ Ամենադժվար փոխվող բանն է կարծրատիպը։ Այո, եւ այդ կարծրատիպը փոխվում է, երբ որ դու հանդիպում ես դրա օբյեկտին։ Ոնց որ կապվում է նաեւ ազգային ինքնության հետ։ Եթե հանկարծ փոխվի, կարող է ազգային ինքնությունն էլ փոխվի, այսպես բան կա, չէ՞, իրականում խոսույթ կա։ Այդ բանը, որ տիպը մեր կարծրատիպերը հիմա որ փոխվեն, աշխարհի մասին, մեր ազգային ինքնությունն էլ հետը կփոխվի, սենց բան կա, խոսույթ կա, էլի։ Դե ինձ համար իհարկե բանա, եթե ինձ էս հարցնում, ինձ համար իհարկե մեր ինքնությունը մեր լեզուն է։ Առաջին հերթին ես չեմ հավատում, որ կարա մարդ լինի, բայց ոնց որ չկարողանա մտածել հայերեն։ Իհարկե կան ցակումով հայեր, որոնք բանեն իրանց ինքնությունը կապում են դրա հետ եւ իհարկե ամեն մարդ ինքն է իր ինքնությունը սահմանում, բայց ինձ համար բարդ է այս աշխարհի հետ հարաբերվել առանց հայերենի։ Ես չգիտեմ լինելու ուրիշ ձև, քան լինել հայերեն։ Ես չեմ կարող իմ մասին պատմեմ ուրիշ բանով, չգիտեմ, երաժշտությամբ, նկարչությամբ, օտար լեզվով, նույն հաջողությամբ, ինչ ձևով, որ կարամ իմ մասին պատմեմ հայերենով, խլի ինձ հայերենը եւ ես չեմ լինի, գոյություն չեմ ունենա։ Դրա համար իմ համար այդ բանը բարձրագույն կետը ինքնության, այն մարդիկ ովքեր ինձ հետ կարողանում են այդ նույն լեզվով խոսեն, իրանք menքն են։ Իմ menքը դրա շուրջ է կառուցված։ Այն մնացածը իհարկե բանը ատրիբուտներ են, դետալներ են, կներես որ ընդհատեցի, ասենք չգիտեմ, մեկ կարա թեստ լինի, մյուսը հեթանոս լինի, այն մյուսը առաքելական լինի, այսինքն ինչ որ բաներով մենք իրարից կարող ենք տարբեր լինել։ Հա եւ իհարկե համընդհանուր գիտելիքը, որովհետեւ տպավորությունը թե ոնց որ մենք շատ տարբեր բաներ գիտենք, բայց այն մեծ կոնտեքստը գիտելիքի, որի մեջ մենք ապրում ենք, ասենք աշխարհի բոլոր հայերը ճանաչում են խորենացուն, մոտավորապես, ասենց բանանեմ, կոպտացնեմ եւ բարձունակացնեմ, այն մնացած մարդիկ չեն ճանաչում։ Մի զգալի մասը, եթե հետազոտող չի ճանաչում խորենացուն, մենք լիքը բաներ միասին գիտենք։ Եւ այդ որ մենք բոլորս ինչքան շատ է մեր իմացածի համընկնումը, եւ դե իհարկե դրա բարձրագույն դրսեւորում լեզուն է, որտեղ այդտեղ մենք շատ բաներ միասին գիտենք, ինչքան շատ է մեր իմացածի համընկնումը, այնքան մենք ինքնությամբ իրար մոտ ենք ու եթե մենք իրար հետ կարողանում ենք նույն լեզվով խոսել, ուրեմն ազգակիցներ ենք։ Հիմա իհարկե հարց կառաջանա։ Միթե օրինակ, եթե, չգիտեմ, ուրիշ երկրի ներկայացուցիչը հայերեն խոսի կամ ուրիշ ազգից ծագած մարդը հայերեն խոսի կամ հայերեն գրի, հայերեն մտածի, դու իրեն կհամարես քո ինքնության մասը, ես կհամարեմ, հա, եթե մանավանդ ինքը համարի իրան, անկախ նրանից ինքը ծագումով հույնա, բայց ասենք ինքը իրան հայ է համարում, առավել եւս այդ դեպքում, բայց եթե ինձ հետ խոսում է, իմ համար այդ բանն էլի դաշտի մեջ է մտնում ներառվում։ Իհարկե ինչ որտեղ բան դետալային բացառություններ կլինեն, բայց տրամաբանությունն է դա։ Ես կարծում եմ դա շատ նախ ինչ որ ասում ես, գրեթե ամբողջությամբ համաձայն եմ լեզվի մասով, ու շատ կարևոր է իմ կարծիքով, որ այդ ինքնությունը ինքը խարսխված չլինի դիրքորոշումների վրա։ Օրինակ դες լեզուն ինքը տեխնոլոգիա է, որով որ մենք իրար հետ խոսում ենք։ Այսինքն լեզուն ինքնին հայերեն ինքնին դիրքորոշում չունի, էլի, երբ որ օրինակ ասում ես ենթադրենք հյուսիս, ինքը իր բնական վիճակում այդ հյուսիս բառը որևէ դիրքորոշման պարփակված չի, որ երբ ասում ես հյուսիս, դիրքորոշում արտահայտելու համար անհրաժեշտ է ունենաս դու, էլի, այսինքն չէ, այդ լեզուն քեզ օգնում է, որ դու նկարագրես ինչ որ բաներ, բայց պարտադիր չի, որ դու ասես հայերենում հյուսիսը անպայման նշանակում է հենց այս երկիրը, հենց այս բանի համար։ Ինքը տեխնոլոգիա է, որը քեզ օգնում է, որ դու հաղորդակցվես եւ անընդհատ բացահայտես, ասենք, չգիտեմ, երևույթները նոր բաներով։ Հիմա օրինակ ասենք, ինձ թվում է հեռախոսը ժամանակակից մարդու ինքնության կարևոր մասն է, ինքն էլ է տեխնոլոգիա։ Ասենք, վերցրու մարդուց եւ դա ինձ թվում է բոլորի հետ կատարվել է, երբ որ մոռանում ես հեռախոսը տանը։ Հա։ Ինձ թվում է շատ-շատերի մոտ այդ մարդկանց մեծամասնության մոտ տենց է, երբ որ հեռախոսը տանն ես մոռանում, ոնց որ ասենք քո մարմնի մի մասը դու մնացած լինես տանը, ոնց որ քո մարմնի մի մասը քո հետ չլինի։ Դու, այսինքն քո
ինֆորմացիաները, քո կապերը, քո դրամա, քո փողերը, քո մանավանդ եթե քեզ չես օգտագործում կամքի։ Այսինքն դա քո ինքնությունն է, քո ինքնությունը թողել ես տանը, բայց ինքը ընդհանրապես հեռախոս է։ Դրա համար ինքնությունը տեխնոլոգիա է իմ կարծիքով, տեխնոլոգիաների վրա է նաև հիմնված էլի։ Ու որ մեզ այսօր ասում են այ դու եթե sense չես մտածում, ուրեմն դու դավաճանում ես մեր ինքնությունը, ենթադրենք ասենք որևէ հարցի շուրջ մեր իմ նախապապը ունեցել է մի հատ դիրքորոշում, հիմա ես պետք է այդ նույն դիրքորոշումը ունենամ, բայց աշխարհը փոխվել է։ Քո նախապապերից մյուսն էլ մի հատ ուրիշ դիրքորոշում անեցել, այդ իմաստով այնքան օրինակներ կարաս բերել։ Ընդ որում դա որքանով է բան մարդկության զարգացման համատեքստում դա հեչ իմաստուն չի, որ դու անընդհատ առաջնորդվես եւ հետևես քո պապերի խորհուրդներին բոլոր, որովհետեւ մեր պապերը եթե օրինակ մեր պապերին բերեին եւ այսօրվա իրանք ենթադրենք 200 տարի առաջ ապրած մեր պապը հայտնվեր այսօրվա օրինակ այս տաղավարում, մեծամասամբ ինքը չէր հասկանա ինչա կատարվում, ասենք։ Ինքը չգիտե, օրինակ, չգիտեմ, մեզ գրիչը, այս ինքնահոս գրիչները ինքը չէր հասկանա ինչա ջուրը կհասկանար, բայց բաժակն էլ կարող է մի տեղ հասկանալ, բայց այս տեխնիկան չէր հասկանա, չէ՞։ Հիմա երբեմն երբ որ ես լսում եմ մեր քննադատներին, իմ մոտ տպավորությունն է, որ ու ես անընդհատ ասում եմ, էլի, որ պետք չի դինոզավր լինել, որովհետև պետք է անընդհատ կարողանալ նախորդ դիրքորոշումները, հնացած դիրքորոշումները հաղթահարել եւ առաջնալ, ինչը տհաճ է, երբեմն ցավոտ է, եւ մենք դրա համար հաճախ քննադատվում ենք, բայց դա միակ ճանապարհն է պրոգրեսի։ Ես ընդհանրապես շատ հավատում եմ պրոգրեսին։ Իմ համար պրոգրեսը կյանքի նպատակներից մեկն է։ Եթե ասում եք քո կյանքի նպատակը որն է, չէ, ես չեմ հավատում, որ այդպես կա մի եզակի նպատակ, որը կան բազմաթիվ նպատակներ, բայց ինձ թվում է, որ պրոգրեսը դա գեղեցիկ նպատակ է։ Դա այն նպատակներից է, որ կարելի է հետապնդել եւ աշխարհը գնացել է դրան շատ երկար ժամանակ։ Հայկ վերադառնանք մի հատ սկզբում ասած մի բառակապակցության, որը ինձ շատ հետաքրքիր է ու երևի արժի բացել ինչ նկատի ունեիր, գործյան հանգույցը։ Այսինքն մեզ առաջադրվել է խնդիր, որը լուծում չունի։ Ես հիշում եմ, որ վարչապետը մի ելույթի ժամանակ այդ երևի այդ նշածուղի հայտնի ելույթներ ասաց, որ չկա, չի եղել Լեռնային Ղարաբաղի հայանպաստ կամ ադրբեջանանպաստ լուծում, եղել է Լեռնային Ղարաբաղի լուծում կամ չլուծում։ Այսինքն մեր տարբերակները չեն եղել թե ում օգտին պետքա լուծվի խնդիրը, այլ եղել է տարբերակ լուծել կամ չլուծել խնդիրը։ Այս նախադասությունը երևի թե համընկնում է այն ասածից, որ տրամաբանություն ոչ թե ում օգտին լուծենք, այլ լուծենք թե չլուծենք, էս է եղել մեր հարցը եւ մենք ընտրել ենք չլուծումը։ Ես ուրեմն մինչև հեղափոխությունը մի առիթով միտեղ ինչ որ մի քննարկում էր, սեմինար, ինչ որ քննարկում էր, ու այն ժամանակվա պաշտոնյաներից մեկը կար այդ քննարկման ժամանակ, որը ինքը խաղում էր որպես ընդդիմություն, սենց ավելի շատ ընդդիմադիր դաշտում էր դիրքավորվում, բայց իրականությունը նաև հետո ցույց տվեց, որ ինքը ամբողջությամբ դեռ չեմ ասի, բայց հետո փորձը ցույց տվեց, որ ինքը ամբողջությամբ բանի իշխանության տիրույթում ուրեմն դիրքավորված մարդ էր եւ նախորդ իշխանությունները հատկապես Սերժ Սարգսյանը ինքը սիրում էր նման բաներ։ Մեզ էլ մեղադրում են, որ մենք ընդդիմություն չենք ստեղծում։ Ինքը ստեղծում էր սեփական, այսինքն տնաբույծ ընդդիմությունը, որը որ խաղում էր, այդ խաղարկում էր, հա, այլ նույն տրամաբանությամբ այդ բանը։ Ու ինքը sense մի բան ասաց, խոսում ենք Ղարաբաղի հարցի մասին, ու ինքը ասաց, ու ինքը շատ լավատեղյակ էր Ղարաբաղի հարցի վերաբերել։ Եվ ասեց Ղարաբաղի հարցի լուծումը Ղարաբաղի հարցի չլուծումն է։ Հա։ Շատ լավն է, հետաքրքիր նախադասություն։ Այդ դեպքը, այդ հանդիպումը, այդ քննարկումը եղել է հավանաբար մի երևի 10 տարի առաջ, 9-10 տարի առաջ մինչև հեղափոխություններ։ Ու ես տենց մի պահ ոնց որ լրվեցի, էլի, այսինքն ոնց ու հետո հիմա դե հետո կա համոզիչ թվա էլի իրականում։ Հա, այդ պահին թվաց թե բան է, դա ինքը զուտ ինչ որ մտավարժանքի արդյունք է բան։ Հիմա հասկանում եմ, որ դա եղել է ռազմավարություն։ Ղարաբաղի հարցի լուծումը Ղարաբաղի հարցի չլուծումն է։ Սա է եղել նախորդ իշխանությունների
ամբողջ բանաձևը ու հենց այդ Գորդիան հանգույցը հենց դա է եղել եւ դա պետք էր սպասարկել, այսինքն հարցի լուծումը հարցի չլուծումն է ռազմավարությունը, պետքա սպասարկել, պետքա դրա համար ստեղծել մի ամբողջ միջավայր, ենթակառուցվածքներ, սիմվոլներ, ճշմարտություններ, դրա համար պետքա ստեղծել փորձագետներ, որոնք որ կգնան անընդհատ եթերներ եւ կխոսան ամենատարբեր լուծումների մասին, այսինքն պետք է ստեղծել մի ամբողջ աշխարհ դերակատարներով եւ այդ աշխարհը ստեղծված էր, դերակատարները ստեղծված էին, ովքեր որ լավատեղյակ աղբյուրներ ունեին, որոնք որ իրենց պատմում էին, որ ահա ֆենտեզի շոու է եղել։ Այո, ֆենտեզի շոու է եղել, ուղղակի ամբողջ էլի եմ ասում, ամենամեծ անարդարությունն է եղել, որ մեր ժողովուրդը դրա մեջ եղել է ընդամենը որպես հանդիսատես նույնիսկ որպես հանդիսատես չի եղել է հեռուստադիտող, որովհետև որ հանդիսատես ես գոնե դահլիճում ես, գոնե ասենք թատրոնին ինչ որ մի ձև մասնակցել։ Դրա խնդիրը գիտես որ հեռուստադիտող ես, ընդհանրապես չես կարող որևէ մասնակցություն ունենալ։ Այո, որ դու արվեստի գործեսնեմ, չգիտեմ, թատրոն, կինո, գրականություն, միշտ գիտես որ հորինվածքի այդ գործ ունես ու ոնց որ պայմանավորվածությունը արվեստի շուրջ մեծ պայմանավորվածություն է, դա ստեղծագործողը քեզ կխափի, դու կձևացնես թե հավատում ես եւ կվայելես դա։ Դրա նենգությունը է, նա որ հանդիսատեսին չեն ասել որ սա թատրոն է։ Այո, ասել են որ դա իրականությունն է, մարդը ինքը այդ իրականության մեջ ապրում է ու հիմա դրա համար է մեր շատերի, այդ թվում սկզբից նաև մեր համար էր հատկապես այդպես տրավմատիկ ու դու նաև պատմեցիր, որ ես ինքս էլ շատ ծանր եմ տարել եւ իրոք ծանր եմ տարել այդ շրջանում, խիա ծանր եղել, որովհետեւ ու խիա ծանր միջև հիմա շատերի համար, որովհետեւ մենք այդ ներկայացման մեջ ապրել ենք, այդ ներկայացումը մեր կյանքն է եղել, բայց մենք չենք ասել, որ մեր բանա ստեղծագործությունը դա հորինված է։ Մենք ապրել ենք դրա մեջ ու դա մեծագույն անարդարություն է եղել մեր նկատմամբ։ Դրա համար շատերի մոտ հիմա չարություն կա, ոմանք այդ չարությունը ուղղորդելու տեղը, քանի որ թիրախը ճիշտ չեն գտնում, ուղղում են մեր վրա, որովհետև ճշմարտություն ասողը մենք ենք։ Այնինչ շատերի չարությունը մեր վրա չի որ պիտի գա, որովհետև մենք ասում ենք այդ ճշմարտությունը, որը մեզ համար եւս ծանր է եղել հասկանալու, բայց քանի որ մենք ենք կառավարող ուժը, մենք իրավունք չունենք այդ ճշմարտության հետ չարերեսվել կամ առերեսվել, բայց շարունակել ձևացնել թե դա չի ճշմարտությունը, որովհետև դա կունենա շատ աղետալի հետևանքներ։ Հայք, ես չեմ կարծում, որ մենք պետքա մենք նկատի չունենք միայն քաղաքական թեմա, այլ մենք այս թեմայի հետ այս տիպի հարաբերվողներս, այսինքն կոնֆլիկտի տրամաբանությունից դեպի խաղաղության տրամաբանության անցնողներս պետքա հավաքվենք համախոհներով եւ իրար քաջալերենք, ինձ թվում է մենք պետքա ավելի ու ավելի շատ մարդկանց, որտեղ ես հավատում եմ, որ այդ մարդկանց մեծ մասը անկեղծ է եւ շատ փոքր մասն է, հա, բանով ինչ որ առանձնահատուկ շահագրգռվածությամբ եւ մոտիվացիաներով բանանում մեզ թիրախավորում, այդ մասին դե բաց եմ թողում, ասում եմ, չես կարող մարդուն բացատրել, հասկանալ մի բան, ինչ չհասկանալու համար ինքը աշխատավարձ է ստանում, բայց այն մարդիկ, ովքեր անկեղծորեն բան են, նյարդայնացած են, ընդ որում իրանք գնալով պակասում են, դու չես կարող մեր օրակարգերի շուրջ նյարդի հիմա համեմատել սրանց 4 տարի առաջվա, 3 տարի առաջվա նյարդի հետ, չէ։ Բա միանշանակ չես կարող, որովհետև մարդիկ նաև որոշակի տեսանելի բաներ կան։ Կյանքը իրանն անում է։ Հա, կյանքը իրանն անում է, ազդակներ կան տեսանելի, նույն օրինակ, ասենք, սահմանազատումը, որը տեղի ունեցավ, սկզբում հիշում ես թե ինչ ահասարսուր տեսարաններ էին հնչում, որ այսա տեսեք, որ եղավ միանգամից գալու են, սաղ վերցնեն եւ այլն եւ այլն։ Հասնում էին Վանաձոր։ Այո։ Հասմակա հասբաներով էր այն։ Հիմա մարդիկ ասենք նույն Գիրանցում, մենք նախորդ շաբաթ Գիրանցում էինք, մենք գնում ենք այնտեղ, մարդիկ այնտեղ հանգիստ էին եւ այսինքն երբ որ մարդը ինքը առերեսվում է իրականության հետ, կոտրվում է այդ հեքիաթը, կոտրվում է ու մի բան էլ եմ ուզում ասել, որ հատկապես 20 թվից հետո ու այս ամեն ինչին առերեսվելուց հետո այդ համոզմունքը իմ մոտ եկավ, ես օրինակ սենց հստակ ֆիքսեցի իմ համար, որ մենք պիտի այնպիսի միջավայր ապահովենք Հայաստանում, որ երբեք այլևս արգելված թեմաներ չլինեն, որովհետև ես հասկացա թե ինչքան աղետաբեր է եղել արգելված թեման։ Կոնֆլիկտի հետևանքն է։ Այո, այո։ Այսինքն դա ոչ միայն պատճառն է, այլ նաև հետևանքն է, որտեղ կոնֆլիկտը արգելվում է, քեզ այդ թուրքը նայում ուրախանում է։ Հա։ Այս է բանը, պատճառը, որ մենք արգելված թեմաներ ունենք, ու նաև ինքնագրաքննությամբ ենք զբաղված, հա, որ հանկարծ այս բան չասենք, որ այս կոնֆլիկտի, մեր կյանքը կառուցված է եղել այդ կոնֆլիկտի շուրջ։ Ինչա մեր գիտնականների մեծ մասը տղամարդիկ։
հասկանում ես ինքը այնքան մխրճված է մեր բանի մեջ, մեր կյանքի բոլոր ասպեկտների մեջ, որ մենք աղջիկներս օրինակ բան ենք, չէ՞, ասպիրանտուրայի մեր տեղ զիջում ենք տղաներին, տղաները պետքա շուտ պաշտպանեին, միշտեր մենք օրինակ կարայինք բանանեինք, դանդաղ պաշտպանեինք, որովհետեւ ամբողջը կառուցված է եղել կոնֆլիկտի շուրջ։ Ես մի հատ բան չունեմ, կողմ չեմ կարա կյանքի նայեմ, որ կոնֆլիկտի վրա չի հենված։ Ու դրա համար էլ նաև այդ տաբուացված թեմաներն են առաջացել։ Հա, ու շատ վտանգավոր է դա, եւ ես կարծում եմ, որ մենք իրոք պիտի այնպիսի միջավայր ապահովենք, որտեղ նույնիսկ ամենածանր թեմաները պետքա քննարկել եւ կարելի է քննարկել, որովհետեւ առանց աթոռների իրար գլխի տալու։ Հա, որովհետեւ այն ժամանակ հիմա էլ մի քիչ երբեմն որոշ թեմաների մեջ դա կա, բայց ավելի քիչ, որովհետեւ տպավորություն էր այն ժամանակ հատկապես, որ եւ որ դու խոսում էիր մանավանդ քաղաքական Ղարաբաղի հարցի մասին կամ բան, հա, ոնց որ դու քայլում ես ականապատ դաշտում ու ամեն բառը ականա, որը կարա պայթի։ Ամեն մի քիչ էսկոմ ծուռ բառը ականա, որը պայթում է եւ դա դատավճիռ է։ Ու ես ընդհանրապես կարծում եմ, որ մենք պիտի որպես նաեւ կառավարող ուժ կարողանանք այնպիսի միջավայր ապահովել, որ չլինեն թեմաներ, ուղղակի բացարձակապես ոչ մի թեմա չլինի, որի շուրջ մարդը պետքա ունենա կաշկանդվածություն խոսել։ Իհարկե խոսքը չի վերաբերվում այնպիսի, ասենք, ծանր հանցանքների, բռնության կոչերի, խոշտանգման կոչերի։ Բան քրեական օրենսգրքով արգելված արարքների մասին, ինչպես գաղափարների շուրջ կարելի է խոսել, որում մեզանից արմատապես հակառակ, հա, բաների գաղափարների շուրջ ես կարծում եմ, որ օգտակար է նաև խոսել։ Որը միշտ է հետաքրքիր, որ մենք այն ժամանակ նույնիսկ քաղաքական սատիրա չենք ունեցել, որ գոնե սատիրայի ժանրով խոսեն այն բաների մասին, որտեղ որ լուրջ ձևով չի կարելի խոսել, որովհետև քաղաքական սատիրան ինքը շատ կարևոր ժանր է, չէ, որ հնարավորություն է տալիս, որ դու որ այդ շուտերը այն ժամանակ իրանց դեր ունեցել են, չէ, ասելու ճշմարտություններ, որոնք ես վստահ չեմ դրա այդ հարցում, որ որտեղ մենք գոնե առանձին դրսևորումներ ունեցել ենք այդ բան քաղաքական թեմաներով, բայց ոչ Ղարաբաղի թեմայով։ Ղարաբաղի թեման իրականում այս Սերժի տարիները շատ ուժեղ լճացման տարիները միշտ թվում է նույնիսկ քոչեն ժամանակ, որ մարդիկ բան էին էլի ավելի մեծ բռնության մեջ էին ապրում, ասենք, չգիտեմ, Վարդան Պետրոսյանի լավագույն ներկայացումները երևի հենց այդ տարիներն են եղել, քաղաքական թեմաներով տարբեր կամ այնտեղ բան կար, չեմ հիշում, ծաղրանմանակող շոուներ կային բանում եւ այլն։ Բայց Ղարաբաղի թեմայով չէ։ Քաղաքական թեմաներով եղել են։ Բայց ուզում եմ ասեմ, որ բանը էլի այդ մի բանա բռնություն է, որին պետքա դիմադրես, մի այլ բան է այդ բան տոտալ լճացումն ու գաղջը։ Ինքը շատ լավ է կարակրել իր տարիների քաղաքը, որտեղ ինքը ուղակի սպանեց էլի քաղաքականությունը բոլորին առնելով գրպանային սարքելով էլի այնտեղ տակմարտ ու բոլորին կասկածում են գրպանային լինելու մեջ ու երբ որ քաղաքականությունը մեռնում է քաղաքական բանավեճն էլ է մեռնում որտեղ օրինակ բանի ժամանակ հիմա արխիվներ նայում եմ Քոչարյանի ժամանակ Ղարաբաղի թեմայով խոսողներ կային լրացվում էին, բան էին անում, չգիտեմ, աքսորվում էին, սպանվում էին, ինչ էին լինում, բայց այդ թեման խոսողներ կային այդ մասին, ինչ որ տեղերից, ինչ որ բաներ, հոդվածներ էին լույս տեսնում կամ ինչ որ բան։ Իհարկե, այս բան չէ, տևական բանավեճ չէր, բայց այն ինչ որ 2008-ից 18-ին մեռավ, ասենք բոլոր հող հանձնողներին հանձնում էին հողին բան, այդ վիճակը շատ բան էր։ Հիմա էլ գիտես ինչ են անում այդ նույն շրջանակները խոսքի ազատության հետ ինչ որ հիմա կա, քանի որ չեն կարողանում ապահովել այդ արգելքները, իրանք որոշել են խոսքի ազատությունը արժեզրկելու ճանապարհով գնալ։ Ու ընդհանրապես ժողովրդավարական արժեքները։ Հա, այդ քֆուրի առատությունը, ասենք այդ տարբեր ոդկասթներում, բաներում, նաև այդ նույն բանն է հետապնդում, որ իրանք նենց անեն, որ մարդիկ չես կարում նենց անես, որ ժողովրդավարությունը սպանես, նենց արա, որ մարդիկ զզվեն ժողովրդավարությունից։ Այդ նույն նպատակը հետապնդում են որոշ լրագրողներ, որոնք որ, ասենք, օգտվում են ժողովրդավարության բարիկներից, որտեղ առաջինը ինչը կլրացնի ժողովրդավարությունը, այդ լրագրողներին է, բռնապետությունը, ինչը կգա կլրացնի, չէ՞, եթե իրանք օգնեն բռնապետական ուժերին ժողովրդավարական ճանապարհով գալ իշխանության, առաջի բանը լրագրողներին լրացնելը կլինի, չէ՞։ Հա, ու բանը որն է, աբսուրդը որն է, որ ասում ես իրանց, ասում ես, բայց դու հիմա որ սենց այս խոսքի ազատությունը ունես, դա շնորհիվ ժողովրդավարությանն է, ասում ես այսքան էս բանա, պետք է ձեզ շնորհակալ լինենք, ասում ես չէ, պետք չի մեզ շնորհակալ լինել, բայց գոնե կարաս պահպանես ժողովրդավարությունը, որովհետև երբ որ դու թաքուն մեզ են ընտրելու։ Հա, որովհետև երբ որ դու բան ես անում, ապականում ես, այսինքն այդտեղ բնականաբար այն լրագրողները, որոնք որ
անում են այն լրագրությունը, որ անում են, ենթադրենք վաղար շաբաթի ընտրություններում, երբ որ գալիս էին եւ բոլորս տեսնում, կամ ասենք նույն, որ գնում էին Հովհաննաբանք ու այդ պահվածքը, այդ մարդիկ իրենք սպանում են լրագրությունը։ Հա, բայց այդ լրագրողների խնդիրն է, էլի, ես կարծում եմ ամեն համայնք ինքը պետք է բանան իր մասնագիտական արժանապատվությունը փրկելու բան ունենա, էլի, կարիք ու ցանկություն ունենա, որովհետեւ մարդկանց ասում ես ինչ որ մեկը Պարկեշտ մարդը ներկայանալուց ասում ես լրագրող եմ, ասենք բոլորը թարս են, այդպես դիստանցիա են պահում, ասես բան էլի։ Դե այնտեղ ես ոնց հասկանում եմ, այդ դաշտում կա այսպես բան, համքարության մտածողությունը, որ դե լավ բան է, լրագրողների մասին բան չասենք, բայց դա էլ է բան։ Դա էլ է, ինձ թվում է դա էլ է հին ֆորմատիայի մտածողություն, որովհետև այսինքն եթե դու տեսնում ես, որ որևէ մեկը հենց լրագրությանը վնասում է, ոնց չասես դրա մասին, բայց փաստորեն եթե դա է ճանապարհը, չգիտեմ։ Վերադառնանք բան մեր խոսակցության կոնֆլիկտի եւ խաղաղության տրամաբանության է, նոր մի հատ փորձագետ է լսում, ասում է, որ Հայաստանը շատ լավ իր քաղաքական դաշտով, ենթակառուցվածքներով, հանրությունով եւ այլնով պատրաստ է կոնֆլիկտի մարտահրավերներին։ Ինչ պետք է անես, երբ որ այդ մարտահրավերները ստանում են, բոլորս գիտենք, ասենք, չգիտեմ, բան հնչեց, հայտարարություն հնչեց արձագանքեց, բանաձև եղավ բլոկ անես, որտեղ ինչ ծավի լոբինգ անես, ինչ ընդհանրապես հայ հանրությունը, պետությունը պատրաստ է կոնֆլիկտի մարտահրավերներին, ավելի կամ պակաս չափով միտեղ իհարկե տանուր կտաս միտեղ կգրես, բայց գիտես ինչ անել։ Եվ այդ փորձագետը ասում էր, որ Հայաստանը պատրաստ չի խաղաղության մարտահրավերներին, ու բերում էր բանը, այս Ղազախական ծորենի մասին հայտարարության օրինակը նախ ասում էր, որ դա մարտահրավեր էր հայ հանրության համար, ու ասում էր, որ ոնց որ ոչ մեկս պատրաստ չէինք, այդ լուրին ինչ ռեակցիա տանք, դանդաղ ինչ որ կողմնորոշվեցինք, եւ մեր քայլերի բանի սիմետրիկության մասին ասեց պարզվեց Հայաստանը ոնց որ Ադրբեջան բացել է իր երկաթուղային ճանապարհը եւ Հայաստան չունի երկաթուղի, որ մտնի մարտահրավերա, որին պատասխան պատրաստված չենք։ Ու այդ փորձագետը ասում է, որ Հայաստան պետք է սկսի պատրաստել խաղաղության մարտահրավերներին, որտեղ դրանք մեզ անծանոթ մարտահրավերներ են։ Այս կոնֆլիկտին մենք գիտենք ինչ մարտահրավերներ են։ Ես եւ համաձայն եմ դրա հետ եւ համաձայն չեմ, ասեմ թե խի չեմ համաձայն, ավելի հետաքրքիր է այդ կտորը։ Դա ավելի կարևոր։ Տես օրինակ, ահա ես որքան գիտեմ, ճշգրիտ վիճակագրություն կարծես թե չկա հրապարակված, բայց ես որքան գիտեմ, օրինակ Թուրքիայի հետ մենք ունենք մի 200 միլիոն $-ի շրջանառություն։ Բայց այն օրինչ մեկը 500 միլիոն ասեց։ Այդ թիվը չէ որ այս տարի ասես, այդ թիվը, ասենք բոլոր տարիներին հիմնականում աճման տենդենսով աճել է, չէ։ Ինչ է տեղի ունեցել։ Մեր հանրության մի զգալի մասը, մեր հայրենակիցները իրանք բնականաբար ունենալով Թուրքիայի սահմանը փակ է եղել, նախորդ իշխանությունների ամբողջ քաղաքականությունը, ցեղասպանության հարցը եւ այլն, մարդիկ գնացել են Թուրքիա, Թուրքիայից ապրանք են բերել, այստեղ վաճառել են, մյուս մարդիկ դա առել են, դա եղել է հագուստ, դա եղել է շինանյութ, ամեն ինչ եղել է, այսինքն մարդիկ իրենք այդ խաղաղության գործիքակազմի մեջ արդեն մտել են, իրենք այդ կյանքը ապրել են։ Իսկ երբ որ 20 թվականին ժամանակավորապես փակել են 2021 թվերին այդ շրջանառություն, շատ տենց քաղաքացիներից բան է, ես օրինակ ինքս փողոքներ եմ ստացել էլի, որ ոնց որ ժողովրդյան թողեք ապրենք։ Այո, խի շատ լավ ասեցիր, խի, որովհետև կենցաղը հաղթում է պատմությանը, միշտ կենցաղը հաղթում է պատմությանը։ Չես կարա մարդուն ասես, գիտես մենք ունենք sense պատմություն, դրա համար դու հիմա մի ապրի։ Ոչ, մարդը ասում է շատ լավ է հիշում։ Այդ պատմությունը ասում է, ես հիշում եմ, չեմ մոռանում, չեմ դավաճանում իմ պատմությունը, բայց ասում է կթողես ապրեմ, որ կարողանամ իմ մեջ գրել գոնե այդ պատմությունը։ Պատմություն պատմողների դեպ։ Ու խնդրեմը ո՞րն է եղել։ Մեր քաղաքական իրականության մեծագույն խնդիրներից մեկը ո՞րն է եղել, որ նախորդ տասնամյակներում էլի, որ մեր ժողովուրդը, մեր հանրությունը ավելի առաջադեմ է եղել, քան թե մեր քաղաքական էլիտան։ Դժբախտություն։ Մեր հանրությունը Թուրքիայի հետ սահմանը բացել է դեռ 90-ականներին։ Երբ որ որոշել է, որ պետք է գնա Թուրքիայից ապրանք բերի այստեղ վաճառի, երբ որ մեր ժողովուրդն էլ այստեղ որոշել է, որ իրական էլիտաներն են իրանց համար բացել, տեղեկություններ կային, չէ՞ որ իրենք իրանց համար սահման բացել ապրանք են բերել, այո, մնացել են, հանգստացել են, բան են արել, նկատի ունեմ հատուկ իրանց ասֆալտի համար ինչ որ բան բերելու, տեխնիկա, այդպես բաներ կան, ինֆորմացիաներ կան, այսինքն ինքը իր համար բացել է, շատ էլ լավ։ Նկատի ունեմ մարդիկ վաղուց այդ սահմանը բացել են իրանց մտքում, ուղղակի քանի որ քաղաքականապես
տաբուացված թեմա է եղել, որ չի կարելի դրա մասին, այսինքն կարելի է անել, բայց չի կարելի դրա մասին խոսել։ Մենք էլի ապրել ենք այդ կեղծ իրականության մեջ, ու մեր բայց հանրությունը, ժողովուրդը, մարդիկ իրենք միշտ շատ ավելի պրակտիկ են, ավելի առաջադեմ են, իրանք որսում են պահը, եւ ես վստահ եմ, երբ որ սահմանները բացվի, հենց Ադրբեջանի հետ, երբ որ մենք հարաբերությունները կարգավորենք եւ սահմանները բացվի, շատ արագ մեր եւ ադրբեջանական գյուղի մեր գյուղացիները սկսելու են իրար հետ առևտուր անել։ Մենք համատեղ շուկաներ ենք ունենալու։ Մարդիկ սկսելու են այստեղից, ադրբեջանցիները գալու են այստեղից էժան եւ որակով իրենց համար բաներն առնելու։ Մերոնք գնալու են այնտեղից են բերելու։ Եվ դա խաղաղության ամենա ֆունդամենտալ ճանապարհն է։ Երկարաժամկետ խաղաղությունը կախված է փոխադարձ տնտեսական շահից։ Եթե մարդիկ ունեն տնտեսական շահ, իրենք երբեք իրար վրա չեն կրակի, որտեվ ի վերջո այդ բանը պատկերավոր ասած պետքա որոշենք մենք որ ուղղությամբ ենք գնում, էլի, ասենք մեր սահմանը հատում է պոտենցիալ փամփուշտը, թե բեռնատարը։ Փամփուշտը եթե հատի, պիտի գա եւ ի վերջո պիտի խոցի ինչ որ մեկին, բեռնատարը որ հատի, պիտի գա եւ գնա շուկա։ Հիմա մենք ի վերջո փամփուշտի մտածողությունն ենք ընտրելու թե բեռնատարի մտածողությունը։ Ես կարծում եմ ժողովուրդը ինքը միշտ ընտրում է բեռնատարի պայմանական գնացքի մտածողությունը, որը գալիս է շուկա, բերում է բարիք եւ բոլորին տալիս է տնտեսական բան, օգուտներ։ Փամփուշտի մտածողությունը որպես կանոն ձեռնտու է լինում նեղ էլիտաներին։ Ընդ որում իմ համոզմամբ այն էլի իրենց ասած ազգային էլիտաներին, հա, իրենց ձևակերպմամբ դա հատուկ չի, որովհետև ազգային էլիտաները իրենք առաջնորդվում են իրենց ընտրողների առաջնահերթություններից, հա, երբ որ քո գաղափարախոսությունն ու հրամայականը այլ երկրից է գալիս, այդ ժամանակ է որ դու, ասենք, ընտրում ես փամփուշտի տրամաբանությունը եւ ոչ թե բեռնատարի տրամաբանությունը։ Եվ մեր ժողովուրդը վաղուց դա ընտրել է։ Հիմա մենք ուղղակի պետքա պայմաններ ստեղծենք դրա համար։ Բեռնատարների մասին բանավեճ էի լսում, մեր գործընկեր Արման Եղոյանն ու Արթուր Խաչատրյանն բանավեճում, կարողա ճշգրիտ չասեմ օրինակը, բայց մոտավորապես էս էր ասում պարոն Խաչատրյանը այդ բանի էլի խաղաղության մարտահրավերների մասին եմ էլի պատմում այդ որ ղազախական բեռնատարը պետքա գար, ասում էր պետքա նախապայման դնեիք։ Բան եմ մոտավորապես եմ վերարտադրում, կնայես, չգիտեմ նայել ես թե չէ, նայ տես ոնց է, ինքը ոնց է ինքը դա ձևակերպում, ասում պետքա նախապայման դնեիք, որ մինչև 30 ճանապարհ չբացի, մենք չենք բացում այդ ճանապարհը։ Մոտավորապես sense մի բան է։ Այսինքն պետքա դնեն այս պայման, որ դա տեղի չունենար։ Նույն Քոչարյանի ասածն է, հիշում ես, երբ որ Քոչյանը իր ասուլիսում ասում էր, խոսում էր թրիփի մասին, բան, իրենք կմերժեին։ Ասում է դուք կարայիք սա ասեիք, հետո իրանք սա կասեին, բայց դուք sense կանեիք, բայց վերջում իրանք կմերժեին։ Եկեք ասում եմ, ասենք թող թրիփը ավելի մեծ լինի քան կա Պարզա որ դա իրագործելի չի, նենց մի հատ իսկ եթե իրագործելի է, այլ ավելի մեծ, իսկ եթե դա իրագործելի է, այլ ավելի մեծ, այսինքն այնքան պայմանները բան խաղադրույքը մեծ, ասես որ դիմացին ասի ես համաձայն չեմ, ես չեմ խաղում քո այդ խաղը։ Դա հենց այդ կոնֆլիկտի մտածողությունն է։ Դնել արին անիրագործ, ստեղծել մի հատ անիրագործելի խնդիր, մի հատ գորդյան հանգույց, որ հնարավոր չլինի դա բացել։ Եվ արդյունքում գոնե խոսակցությունը վերջանա։ Հա, խոսակցությունը վերջանա եւ մենք կհաղթենք, որովհետեւ կասենք դու էիր մերժող։ Տեսար դու մերժող։ Տեսար դու մերժող կողմներ։ Սա հենց այս մտածողությունը, այսինքն այնքան sense հիմնարար նստել է իրանց մեջ, որ Քոչյանն է դա ասում, Արթուր Խաչատրյանն է դա ասում։ Իսկական նպատակն այն չի, որ մենք ինչ որ հարց լուծենք, որ մի բան լինի։ Նպատակն այն է, որ նենց անենք, որ այդ մի բանը չլինի եւ արդյունքում մենք բանավեճում հաղթենք։ Դու բանավեճում կհաղթես, բայց կյանքում կպարտվես, ասենք ո՞րն է դրա Կամ օրինակ ոնց է էլի լինում որ քո շահը քո շահի հետ փոխանակում ես, ասում ես ոնց որ նախապայմանը քեզ շահավետ է, չէ՞։ Եթե դու նախապայման ես դու պետք է այս բանի արժև դնես, որ քեզ շահավետ չի։ Ոնց է քո շահը քո շահի հետ փոխանակում, ասենք սահմաններ չենք բացի, մինչև գերիներին չվերադարձնենք։ Ասենք ոչ կբացենք, ոչ կվերադարձնենք։ Իսկ թվում է բանի մտածողության խաղաղության պայմանագիր չենք ստորագրել, ես էլ են ասեմ, մինչև գերիներին չվերադարձնենք։ Ասենք ո՞նց ես դու քո շահի հետ փոխանակում։ Եվ խնդիրներն է, որ այս բոլոր բաները, հայտարարությունները իրենք չեն բխում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շահերից, էս է հարցը։ Իսկ տրամաբանությունից բխում են։ Տրամաբանությունից բխում են, երբ որ դու դա նայում ես ուրիշ ուժային կենտրոնի տրամաբանությունից, որը որ գրել է այդ սցենարը, իր տրամաբանությունից բխում է, բայց Հայաստանի Հանրապետության քաղաքացիների քո ընտրողների տրամաբանությունից դա ոչ մի կերպ չի բխում։ Սերժ Սարգսյան որ խոսում է այս բաների թեմաների մասին, Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի մասին, ասում է որ պետք է մենք գնենք զիջումների
ճիշտ տարբերակ ճանապարհը 7 շրջանները վերադարձնելը եւ կարգավիճակի հարցը արկախելներ։ Ես լսել եմ ինքը ասում։ Ու Քոչարյանն էլ էլի որ հարցազրույց տվեց, ես ասեց իհարկե մինչեւ վերջերս այդ բանը միայն երևի Լևոն Տեր-Պետրոսյանն է հրապարակային ասել։ Ոնց է լինում, որ մենք ապրել ենք չէ՞ այդ երկրում, ուսանող ենք եղել, դպրոցական ապրել ենք, քաղաքականությամբ ենք հետաքրքրվել, ակտիվիստ զբաղվել ենք եւ այլ։ Ոնց է լինում, որ մեկ էլ հանկարծ բոլոր նախագահները դարձան հողտվողներ։ Այդտենց չէր մի ժամանակ, չէ՞։ Իհարկե դենց չէր ու Քոչանն ու Սերժը Լևոնին ըստ էության հեռացրեցին հենց նրա համար, որ նա հողտվող էր կամ պատրաստվում էր հողտար, իսկ իրանք հողտվողը չէին, բայց իրականությունն է նա ու ես վերջերս մի հարցազրույցի ժամանակ ասացի, որ դա չի եղել պալատական հեղաշրջում, Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի իմաստներ խոսքը, ասացի, ես վստահ եմ, որ դա եղել է պայմանավորված իշխանության փոփոխություն Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչյան, Լևոն Տեր-Պետրոսյանի միջև եւ բանը եւ լրագրողը sense վեր թռավ, ասես ոնց կլինի տենց ախր հնարավոր չի տենց, այսինքն դուք բան եք անում, ամեն ինչ փոխում եք ու ինքը մի հատ հետաքրքիր ձևակերպում տվեց, որը ու ինչ որ մեքիներ հղում անում։ Ասում է ստացվում է, որ Հայաստանը անկանխատեսելի անցյալով երկիր է։ Ու դա շատ լավ ձևակերպում է, էլի, այսինքն անկանխատեսելի անցյալով երկիր։ Ստացվում է, որ մեր անցյալը պետքա կանխատեսելի լինի։ Այսինքն միշտ նախասահմանված հնարավոր չի, երբեք իրան չպետքա մոտենաս, չպետքա ինչ որ փոփոխություն, այսինքն չպետքա վերաիմաստավորես։ Ես կարծում եմ կներես էլի որ ընդհատում եմ, ես կարծում եմ, ես շատ եմ մտածել Լևոն Տեր-Պետրոսյանի այդ արարքի մասին, էլի, որ ինչ կարա մարդուն մոտիվացնի, որ Սերժն էլ ասում է, ես ասեցի ինձ գործից ազատի, ես պատրաստ չեմ այդ պատասխանատվության տակ մտնել լինելով այս պաշտոնին, էլի։ Ասում եմ ես գնացի, կարող է խափում է, չգիտեմ, թե իրանք բարձեն իրանք հարաբերությունները, բայց ավելի հավաստի է վանում, որ ասում է, ես ասեցի, լսի, եթե դու ուզում ես կոնֆլիկտի լուծման գնաս, ինչ ես ինձ հանում, ախ կազմից եւ բերում Սերժին ու Քոչարյանին կոնֆլիկտի լուծման գնալու համար պետքա համախոհներով համալրես, որ հետո չասես դիմադրեցին ինձ։ Ու ես որ շատ եմ մտածել, ես մտածում եմ ուղղակի Լևոն Տեր-Պետրոսյան քան որ բան ա եղել, նախ պատմաբան ա, հետո էլ բան ունի, չէ՞, այդպես հողեր ազատագրած նախագահ ա եղել ու իմացել ա որ պետքա լուծել բաները, տարածքները վերադարձնելով, մտածել ա տամ ուրիշին թող դա անի, ին վրա չմնա։ Իմ բանը, իմ մտածածի մեջ Դա միակ տրամաբանական պատասխանն, որտեղ ոնց կարա նախագահ չունենա բավարար չափով լծակներ իր նշանակած մարդկանց ազատելու։ Ոնց։ Ես դրա համար ես վստահ եմ, որ դա եղել է պայմանավորված իշխանության փոփոխություն եւ նորից մենք դա հասկանալու համար պետք է ապրեինք ուղղակի, էլի այդ սովորել անելով տրամաբանության մեջ, որովհետեւ եթե չլիներ օրինակ 2020 թվականից հետո հաջորդած իրադարձությունները երբ որ Լևոն Տեր-Պետրոսյանը փաստացի խնդրում էր որ Ռոբերտ Քոչյանի եւ Սերժ Սարգսյանի հետ իրանք գնային ընտրություն, եթե չլինեին այսօրվա իրադարձությունները, մենք այդպես էլ չէինք հասկանա որ իրականում իրենք բոլորն էլ ոչ մի թիզականներ են, դաշնակցական մտածողության կրողներ են եւ երբեք էլ անկեղծ չեն եղել այդ իրենց հայտարարություններում ու ըստ էության մեր հենց նաև դա է բյուրեղանում այսօրվա մեր հանրության աչքում, երբ որ մարդիկ ըստ էության նայում են, տեսնում են, որ այդ երեք նախագահներն էլ իրենք ապրել են մեկ ուրիշ աշխարհում, հրամցրել են ուրիշ աշխարհ, բայց նաև մի հատ շատ կարևոր բան կա, որի մասին ես շատ եմ մտածել էլի։ Իրենք այդ որ ասում են, չէ, շատ են ասում հաղթած նախագահներ, ու դա երևի շատ է մեծ ազդեցություն է ունեցել իրենց որոշ կայացրած որոշումների մեջ այդ հաղթանակը, որովհետև այդ հայտնի միտքը չէ կա որ հաղթանակը 1000 տերունի պարտությունը անտել է։ Ինձ թվում է մեր քաղաքական իրականության մեծագույն խնդիրներից մեկն էր, որ մեր քաղաքական էլիտան չկարողացավ հաղթանակի հետ ճիշտ վարվելու ձև իմանա։ Այսինքն հաղթեցին եւ այդ հաղթանակի բոլոր տերերը այդ հաղթանակի որ սկսեցին այդ հաղթանակի ավարը բաժանել, այդ տորթը սկսեցին դաժանորեն ջունգլիի պես բաժանել եւ այդ տորթը նաեւ դրսևորվում էր քաղաքական դաշտում ազդեցությունների միջոցով, հա, եւ բոլորը հաղթած էին, բոլորը հաղթած գեներալներ էին, պարտված գեներալ չկար։ Բոլորը հաղթածների խնդիրները ուրիշ խնդիրներ, ավելի մեծ խնդիրներ են։ Եվ ինչ պետք է, եւ հաղթողներն ինչ են անում։ Միշտ երբ որ կա հաղթանակ, ուրեմն կա նաեւ մրցանակ, կա ավար։
Եվ այդ տորթը շատ տերեր ունի։ Ես նույնիսկ հիշում եմ, գիտես, այդ բաներից էլի արխիվներից, որ բանի այդ գեներալներին բիզնեսներ էին բաժանում, որտեղ այդ մարդիկ բանը Առաքել Մովսիսյանը խուլիգանության, յուրացման, թմրանյութերի արխու վաճառքի եւ այլն վերաբերել դատավճիռ ունի, որ ինքը այդ 90-ականների կամ 99-ին 2000-ին դատավճիռ ունի, որը բան դատավոր կարդում ասում է բանա Արցախի պատերազմում ներդրման համար չպիտի իրական ոնց որ ազատում ենք, այսինքն ոչ թե մեղք չի ապացուցվել, այլ պատիժը չի կրել այդ ներդրման համար, այսինքն մի հատ բան էր էլի ամենաթողություն։ Եվ ես հիմա ուզում եմ մի հատ ձևակերպում անեմ, որը որ գուցե ինչ որ մարդկանց դուր չգա, բայց փաստորեն Ղարաբաղի առաջին պատերազմում տարած հաղթանակի ավարը Հայաստանն էր։ Հաղթել եք, հիմա կարեք Հայաստանը ավար առեք։ Կարեք այդ տորթը ու ժողովուրդը այդ ավարն էր։ Ժողովուրդը, որը ու այդ ավարի ինքը պետքա բանաներ, վճարեր այդ գինը։ Վճարեր իր չքավորությամբ, պետքա վճարեր։ Իր որդիների կյանքով, որդիների կյանքով, պետքա վճարեր բանով ազգային հարստության, պետքա վճարեր, որտեղ հաղթած գեներալները պետքա վերցնեին ամեն ինչ, որտեղ ինքը հաղթած գեներալ է։ Ավարը հավաքած բաների հավաքող էլիտաների որդիները չեն գնում այդ ավարի բանը, հա, պաշտպանության առաջնակից էլի այդ սովորական ժողովրդի որդիների կյանքով էր փոխհատուցվում, ընդ որում անի արկը հետազոտությունն է, որ մենք մոտավորապես 2000 պլյուս մինուս որտեվ բան չի էլի ստույգ չի ամեն տարի տարբեր վիճակագրություն են տվել, ասենք կարող մի նախագահ ասել է 71 բանը վարչապետը 69 sense թվեր, զոհ ունենք խաղաղ պայմաններում մոտավորապես 2000 այդ երկու պատերազմների արանքում ընկած ու լսեցիր նախադասությունս խաղաղ պայմաններում։ Իսկ դրա խաղաղ պայմանների բանակն է եղել ստեյության հրադադարի ռեժիմը, որտեղ մարդիկ ուղղակի իրանց երեխեքին տարել են, քաղաքացիություն են փոխել, քաղաքացիների թիվն է նվազել, արտագաղթը, միգրացիան, չգիտեմ, կեղծ հիվանդությունները, բարձր բան է, էլի հայ ժողովրդի զավակները այդպես հիվանդոտ են կլել, էլի։ Ամենա նաև ճճացող բաներից մեկը այդ իրականում այդ էլիտայի ներկայացուցիչների սեփական երեխաներին, թորներին ուրիշ երկրներում ծնվելու այդ բանն է եղել, վարվելակերպն է եղել, որ իրենք իրանց հղի կանանց հարսներին, թորներին ուղարկել են այլ Միացյալ Նահանգներ, որպեսզի իրանք գիտեն ինչ երկիր են տալ տվել ժողովրդին, ինչ երկիր են պահում այս ժողովրդի համար, որոնք չունեն բան Միացյալ Նահանգների տոմսի փող կամ բան վիզա։ Ու այդ բանը իմ ամենասիրած օրինակը այդ բանն է, էլի այդ հին Հռոմի այդ կամուրջները, ես մի քանի անգամ այդ օրինակը բերել եմ, էլի որ հին Հռոմում երբ որ կամուրջներ էին սարքում, որ կամուրջը պետք է արդեն շահագործման հասնվեր, շինարարներին ստիպում էին կանգնել կամուրջի տակ եւ որպեսզի փորձեն նրա ամրությունը։ Եթե լավ չեն սարքել, ուրեմն շատ լավ չեն սարքել, իրանց գլխին կփլվի էլի։ Ու ժամանակին օրինակ բաներ, չէ, եթե չեմ սխալվում, ժամանակին քաղաքացիական ինքնաթիռներում օթաչունները կատապուլտի հնարավորություն ունեին, երբ որ վթարի էր ենթարկվում, իրանք փրկվում էին։ Եվ դա շատ լուրջ նաև բարոյական խնդիր ուներ իր մեջ, որ արդյոք օթաչուն միջև վերջ կպայքարի, որ ինքնաթիռը չընկնի, իմանալով, որ ինքը այնուամենայնիվ փրկվելու հնարավորություն ունի, ու հիմա չկա այդ հնարավորությունը։ Հիմա ոչ մեկ չունի ռազմական ինքնաթիռները ունեն կատապուլտի հնարավորություն, որտեղ ինքնաթիռի մեջ մենակ ասենք օթաչունը կամ երկու օթաչուներ են, հա, բայց քաղաքացիական ինքնաթիռում հիմա չունի օթաչուն բան կատապուլտի հնարավորություն ու դա բան է, այսինքն երբ որ դու մոդելը շատ լավ, ասենք Սերժը եւ Քոչյանը իրանք վարել են մի օթանա, որում իրանք կատապուլտի, իրանք կատապուլտը եղել է, իրանք ունեցել են կատապուլտ, իրանք երեխաները, իրանք թորները կատապուլտի հնարավորություն են ունեցել։ Իսկ սովորական մարդկանց երեխաները չեն ունեցել այդ կատապուլտի հնարավորությունը։ Իրանք չեն կանել այդ կամուրջի տակ, որը իրանք սարքել են, որի վրայով պետք է անցնել ժողովուրդը, հա։
ու սա շատ լուրջ բարոյական ու բոլորը դա իմացել են ժողովուրդն էլ է իմացել իրանք էլ են իմացել ու էլի մենք ապրել ենք այդ բանի ներկայացման մեջ ու ձևացրել ենք թե մենք բան ենք անում մարդիկ կենաց են խմել միշտ ասել են որ խաղաղություն լինի բայց իրականում ապրել ենք այդ պատերազմի կոնֆլիկտի տրամաբանության մեջ դրա համար ես կարծում եմ որ այնուամենայնիվ բոլորը որ հարցում են դա ոնց եղավ որ 21 թվականին դուք ընտրվեցիք ոնց եղավ որտեվ այնուամենայնիվ ժողովուրդը ինքը այդ ճշմարտությունը գիտի կատապուլտի հնարավորություն ունեցող բան քաղաքական որտեվ մենք էլ չենք ունեցել էլի այդ մենք էլ ենք ժողովրդի միջից եղել մենք էլ այդ կատապուլտի հնարավորությունը չենք ունեցել բոլորը հիմա ինչ ձևել խոսեն այդ մասին բոլորը գիտեն էլի որ Աշոտ առաջնագծում ա եղել այո ու բոլորը գիտեն որ Աշոտի հետ այդ գծում մարդիկ են եղել այդ մարդկանցից որոշներս ոմանք զոհվել են հիմա կներես մենք մեղք չունենք էլի բանի համար որ մեր եղբայրներն ու հայրերը եւ որդիները ոմանց դեպքում ողջ են վերադարձել PR-ի համար դուք էլ գնացեք ռազմական առաջնագիծ գնացեք ԱԹՍ-ի տակ PR արեք գնացեք Բայրակթարի տակ PR արեք ինչ անշանկում PR-ի համար ու այս Սերժը կոթված հարց էլի որ Սերժը Քոչյանը մյուսները հիմա ասում են հա բա մենք էլ ենք մենք տալու ենք հողերը բան մենք ուզում ենք դա ինչ անկուց երազել ենք բանը մի հատ շատ լավ բան կա պատմություն կա կոչվում է Աբելինի պարադոքս իմ սիրած պարադոքսներից մեկն է պատմությունը հետեւյալն է կարճ եթե ասեմ Աբելինը տենց եթե չեմ սխալվում Տեխասի մոտ ինչ որ տենց բանա քաղաք է Ավանա ու տենց մի հատ ամառային օր է ընտանիքով նստած են հայրը ասում է կարող գնանք Աբելին այսօր ժամանակ անցկացնենք բան տենց ոնց որ քաղաքից դուրս էլի դες կնոջն է հարցնում կինն ասում է հա խի չէ որ լավ գաղափար է աղջկան է հարցնում աղջիկն ասում է դե պետքա գնայի բան շոփինգի ընկերուհիներիս հետ բայց դե մամ պապ եթե դուք գնում եք ոնց կարամ ձեզ չգամ ձեր հետ բան տղեն ասում է հա դե մենք էլ պետք է գնայինք տղերքով ֆուտբոլ խաղալու բայց դե որ սաղդ գնում եք ես էլ կգամ տենց վերհելնում գնում են Աբելին գալիս են հետո երեկոյան նստում են էլի տենց քիչ հոգնած արդեն էլի նույն բանում տենց հերն ասում է լավ էր ոնց որ լավ էլ անցավ օրը լավ ժամանակ անցկացրեցինք կինն ասում է հա շատ լավ էր նորմալ ճիշտ արեցինք որ գնացինք բան տենց աղջիկն ասում է դե լավ ինչն էր լավ շատ վատ օր անցկացրեցինք հիմար օր էր գնացինք ասենք անիմաստ եղանակը շատ վատն էր այնտեղ չկարացինք նորմալ տեղ գտնենք որ նստենք բան սնունդը շատ վատն էր ես էլ անիմաստ չգնացի ու բան չարեցի շոփինգ չարեցի ընկերուհիներիս հետ այդ բան օրս էլ ամբողջը փչացավ տղեն ասում է ճիշտ է էլի ասում քուրիկը բան հիմար օր էր ասենք այդ вообще ինչ միտք էր կգնանք ես էլ ֆուտբոլ կխաղայի կինը ասում է բայց դա ճիշտ են էլի ասում երեխեքը իրոք այդ ինչ անհաջող օր երեխի գնացինք ուղղակի դու որ ասացիր դու ոնց էր ես չէի կարա քեզ մերժեի ման հերին ասում է հա բայց իրոք էլի ասում է այս հիմար օր էր ասում է գնացինք ընդհանրապես Աբելին թե ասա ինչ մտքիս եկավ տունը կմնայինք նորմալ կինո կնայինք բան երեխեքն էլ կգնային իրենց բան հիմա Սերժը այդ հերն է այդ Աբելինի պարադոքսի բանն է որ հիմա եկել ասում է հա բան երբ որ բոլորն ասել են որ մի րոպե Էս ինչ արեցիր? Ասում հա, բայց էլի իրոք։ Ու հիմա ինքը ուզում է բան անի, որ ինքը հենց սկզբից գլխի էր ընկել։ Այդ Աբելինի պարադոքսի բանը հետևությունը միշտ իմամարենա, որ պետք է անել են ինչ որ ճիշտ դու գտնում ես, էլի, եւ դու չտրվես այդ կեղծ բանին, որ հա, եկեք անենք, բայց այնինչ դու չես ուզում դա անես։ Դու պետք է անես այն ինչ որ դու գտնում ես, որ դա ճիշտ է։ Ու եթե դու գտել ես, որ ճիշտ է դա, Սերժ Քոչարյան, Լևոն, բան էիք Խիեք մեզ բոլորից։ Հետո են գտել հետին թվով մարգարեները։ Մեր ամբողջ ժողովրդի պահել Աբելինի պարադոքսի մեջ, հիմա վերջում եկել եք ասում եք մենք տալիս էինք, ոնց մենք տալիս էինք, բայց չգիտեք, պետք չէին վերցնում։ Պատայիկ։ Հայ խաղաղությունը հաստատված է։ Գիտես, խաղաղությունը հաստատված է այն իմաստով, որ կոնֆլիկտը ավարտված է եւ մենք գտնվում ենք արդեն խաղաղության տրամաբանության մեջ Բայց եթե մենք ընկալում ենք այնպես, որ խաղաղությունը ինքը մի հատ սենց վերջնանպատակ է, որը սենց մի ինչ-որ մի քայլով հաստատվում է եւ վերջ, ապա այդ տրամաբանությամբ չի խաղաղությունը պրոցես է։ Եվ այդ պրոցեսը անավարտ պրոցես է։
անընդհատ ինքը տեղի է ունենալու, այդ process-ը անընդհատ լինելու է։ Հետևաբար, եթե մենք ասում ենք հաստատված ասելով մենք նկատի ունենք, որ խաղաղությունը սկսվել է եւ մենք այդ process-ի մեջ ենք, ապա այո, խաղաղությունը հաստատված է։ Եթե խաղաղությունը հաստատված է ասելով մենք նկատի ունենք, ընդ որում ընդդիմությունը sense է ուզում փաթաթավորի, որ մենք նկատի ունենք, որ խաղաղությունը ամբողջությամբ վերջնականորեն 100%-ով բոլոր խնդիրները արդեն լուծված են եւ խնդիրներ պիտի չլինեն, ապա նման խաղաղություն պարզապես չի կարող լինել։ Հա, իրական հակափաստարկների մասին այս խնդրը կա դեռևս, այն խնդրը կա, գերիները կան, տարածքում ինչ-որ տարածքներ խուժած մարդիկ կան, զորքեր կան, սահմանազատումը չի վերջացել, ճանապարհները չեն բացվել, այսինքն անթվելի քանակով խնդիրներ են նշում, որ չեմ ուզում էլի առանձին դետալային անդրադառնալ, ու տպավորությունը այս բանավեճի մեջ, որ կամ ընդհանրապես խաղաղություն չկա, կամ խաղաղությունը անդառնալիորեն է հաստատված, այնտեղ այդ մի քաղաքական ուժ էլ կա, ասում են, եթե խաղաղությունը հաստատված է, մենք կարանք ընտրվենք եւ շարունակենք, ոնց որ եթե հաստատված է, էլի ինչ կարիք կա ԿՊ-ին ընտրելու եւ բան վերագրելու իրանց խաղաղությունը, ում էլ ընտրեք խաղաղությունը հաստատված է։ Մոտավորապես sense ասում, դաշնակներն էլ ընտրեք խաղաղությունը հաստատված է։ Ու այս գործընթացում բանաձևային արձագանքներ էլի հաստատված չի, արդյոք բան չեն, իմաստները չեն էլի ծածկում, որտեվ իմ տպավորությամբ խաղաղությունը հաստատվում է ամեն օր, մենք մի նոր բան ենք անում դրա համար։ Հենց իմ ասածն էլ է դա, եթե մենք խաղաղությանը նայում ենք որպես process, որպես բայ կամ լավ sense գործողություն է ենթադրում, հա, եթե նայում ենք որպես գոյական մի բան է, բայց երբ որ նայում ես որպես գործողություն, հա, որի դու պետք է ամեն օր դա անես, դա նշանակում է բոլորովին ուրիշ բան։ Մեր ընկալման մեջ, որ նաև շատ ենք, չի ասում, որ մենք խաղաղությունը չգիտենք ինչ է, վարչապետն է դա ասում, էս էլ է դրա մասին, որ մենք չգիտենք, որ խաղաղությունը իրականում process է, ոչ թե ուղղակի մի հատ բան, սերվանդի մեջ դնելու մի հատ, ասենք, պրիզ, որ սես դնենք ու նայենք դե եւ զմայլվենք։ Եվ հետո դա, ասենք, նաև ինչ որ մի պահի կորցնի մեր համար իր բանը։ Խաղաղությունը process է, խաղաղությունը էլի ինքը process է, որը մեզ նաև մեզ բերելու է օգուտներ վերջնական հաշվարկով, հա, բայց ինքը նաև ենթադրում է բազմաթիվ դժվարություններ, ենթադրում հիմա մենք օրինակ Ադրբեջանի հետ երբ որ արդեն մտնենք ինստիտուցիոնալ խաղաղության մեջ ունենանք առևտուր եւ այլն, մենք ունենալու ենք, չէ՞, մեր շահերը։ Մենք որպես ինքնիշխան պետություններ մենք սկսելու ենք արդեն իրար հետ հարաբերվել ոչ թե կոնֆլիկտի տրամաբանության, այլ շահերի տրամաբանության մեջ, հա, ով ինչ է ուզում շահի, ասենք առևտրից։ Ամեն մեկը ուզելու է ավելի շատ բան շահի, չէ՞, ոնց որ Եվրոպական միության մեջ երկրներն իրար հետ բաց սահմաններ ունեն, բայց մրցակցություն, չէ՞, ունեն։ Այդ մրցակցությունը ինքը երբեմն նույնիսկ կարա հակամարտության նմանվող բան ունենա, բայց ի վերջո նպատակն է նա, որ այդ նպատակն է նա, որ այդ մրցակցության մեջ յուրաքանչյուր կողմ ունենա հետապնդում է սեփական շահը, բայց մյուս կողմից գիտի, որ սա զրոյական արդյունքով խաղ չի, որ մի կողմը ամբողջը ստանա եւ մյուս կողմը ոչինչ չստանա։ Այն ոնց որ win-win տարբերակն է, հա, հաղթել, որ երկու կողմն էլ հաղթում են, բայց յուրաքանչյուր կողմ փորձում է, որ ինքը մի փոքր ավելի շատ ստանա այս տրամաբանության մեջ։ Սա է խաղաղությունը, ու մենք ես կարծում եմ, որ մեր ժողովուրդը պատրաստ է դրան, ինքը պատրաստ է մտնի այս գործընթացի մեջ ու ելի եմ ասում, որովհետև դա մտել է ինքը արդեն այդ գործընթացի մեջ, որովհետև գնացել է ժողովուրդը իր մտքերում Թուրքիայի սահմանը երբևէ չի էլ փակվել, որովհետև նախ Թուրքիան է սահմանը փակել, մենք չենք սահմանը փակել եւ մարդիկ գնացել են ապրել են առևտուր են արել, իրենք պատրաստ են դրան, մարդիկ ուզում են ապրել, մարդիկ նախընտրում են կյանքը, անցյալը անցյալ, պատմությունը պատմություն, բայց նորից եմ ասում, կենցաղը հաղթում է պատմությունը։ Ում դա ուզում է դուր գա, ում ուզում է դուր չգա, եւ դա հրաշալի նորություն է, որ կենցաղը հաղթում է պատմությունը։ Հակառակ դեպքում մենք անվերջանալիորեն պիտի ապրենք մեռածների կյանքը, իսկ դա նշանակում է դառնալ դինոզավր։ Շնորհակալություն, Հայկ։ Ես եմ շնորհակալ։